Ողջույն ժողովուրդ ջան, ես ինչպես որ տեղեկացրել էի, հասցեով եմ գնում, կներեք չեմ հասցրել նշել թե կառավարությունը, թե համապատասխան մարմիններին, ու եթերից հետո անպայման կնշեմ, որպեսզի նրանք նույնպես ծանոթանան։ Ուրեմն ահազանգ ենք ստացել, որ Լուսինե Զաքարյան 87-1, հա, ճիշտ եմ ասում, -1 հասցեում հարկադիր կատողական ծառայությունը կատարում է ըստ իրեն օրենքով վերապահված գործողություններ, բայց ըստ իրեն օրենքով վերապահված գործողությունները խիստ հակասական են տվյալ գործով քաղաքացու ու նրա փաստաբանի ներկայացրածի հետ, որովհետև դատական ոնց հասկացա ակտ կա 4 հատ, որից մեկը կասեցված է ըստ մի րոպե, ըստ հարգելի մեր հարկադիր կատարողի, մարդու վեշերը տնից արդեն հանում են, բայց կասեցված պայմաններում են էլ երեկոյան ժամին ուրբաթ օրով։ Վերջում, եթերի վերջում ես կնշեմ համապատասխան կառույցներին թող զբաղվեն։ Հիմա ես փոխեմ կամերան մյուս կողմ ու ծանոթանանք փաստաբանի մեջբերումներին, խնդրեմ Ջանգիրյան ջան։ Ունենք հարկադիր կատարողի որոշում, բնակարանը հարկադիր ազատելու վերաբերյալ թիվ 1473-1797 որոշմամբ։ Երևան քաղաքի առաջնային ընդհանրության քաղաքացիական դատարանի կողմից 30/02/2026 թվականին տրված թիվ Ե24992/0225 կատողական թերթի համաձայն պետք է պատասխանողներ Ալբերտ Կարենի Ստեփանյանին, Գորիկ Կարենի Ստեփանյանին, Կարեն Անուշավանի Ստեփանյանին եւ Նաիրա Հակոբի Ստեփանյանին վտարել քաղաքի Երևան Նորիկ Մարաշ Լուսինե Զաքարյան 87 բնակարան տուն հասցեի անշարժ գույքից։ Վերոգրյալի հիման վրա ղեկավարվելով կատողական վարույթի մասին օրենքի 22-50-107-րդ հոդվածներով որոշեց հարկադիր կատարման գործողությունների սկիզբ նշանակել 17/04/2026 թվականին ժամը 12:00-ին։ Այո, 13 ապրիլ 2026 թվականին թիվ 1473-1793 կատողական վարույթով ունենք դատական ակտ, որով ասում է կասեցնել թիվ 1473 Մի րոպե ներողություն, ոնց ներողություն ժողովուրդ ջան 1793 կատողական վարույթով 13/04/2026 թվականի կայացված որոշման կատարումը։ Այս որոշման կատարումը, որի հիման վրա հարկադիր կատարողը գործողություններ կան, դատարանի կողմից կասեցվել է։ Հարկադիր կատարողը Բայց ասում որ 4 հատ ակտ կա։ 4 հատ ակտ կա, որտեղ 4 պարտապան են Գորիկ Կարենի Ստեփանյան, Կարեն Անուշավանի Ստեփանյան, երբ որ 30/02/2026 թվականին վարույթը հարուցի, ամեն պարտապանի մասով առանձին վարույթները հարուցում, հետո մի կատողական վարույթով ինքը դնում է որոշում վտարման կատողական վարույթի համարն է 1473-1793, այս կատողական վարույթով վտարումը կասեցված է, իրավունք չունի կատարելու։ Իրավական անալոգիա է փորձում կիրառի, մանիպուլյացիա է ենթարկում, ասում է մի հատ 3 հատ առանձին վարույթներ ունեն, նրանցով կասեցում չկա, բայց նման բան գոյություն չունի։ Իրավական հիմքը հարկադիր կատարողի գործողություն անելու այս որոշումն է 13 ապրիլի 2026 թվականի թիվ 1473-1797 կատողական վարույթով հարկադիր կատարման ապահովության աշխատակից Չալաբյանը եւ Գագիկ Հովանեսյանը իրականացնում են վտարումը դատարանի որոշումը ունենալով հանդերձ եւ միաժամանակ նաեւ հանցագործության են կատարում դատական ակտի չկատարումը, միաժամանակ տարածքում ոչնչացնում են անձի գույքը, շարժական գույքը, դատարանը հստակ Կարեն Ստեփանյանի կողմից ներկայացված հայցը վարույթը ընդունել եւ կիրառել է վարչական ակտի կատարման կասեցում, որի շրջանակներում կասեցվել է հարկադիր կատարողի գործողությունները։ Կներեք, արձագանք ունեք։ Լսեցիք, չէ՞ երևի։ Մենք ոչինչ չենք լսել, ոչինչ չենք կարող։ Չէ, մի րոպե, դուք չեք կարող ոչինչ չասել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիած ես հարցնում։ Դուք պաշտոնյա եք։ Իմեք ծառայության։ Դուք ծառայությունն եք։ Ծառայություն ասելով, ներողություն։ Դուք որ ասում եք դիմեք ծառայությանը, ծառայությունը մամլո խասնում։ Ձեր ծառայություն, հարկադիր ծառայությունը մամլո խոսնակն է, ոչ հարգելիս, մամլո խոսնակը մամուլի հարցերին պատասխանելու համար։ Դուք հարկադիր ծառայող եք։ Դուք չեք պատասխանի, կարձանագրվի, որ չեք պատասխանել։ Հարցը դա չի, ես իմ միտքն եմ ավարտում, խնդրում եմ լսեք։ Ցածր արեք։ Դե որովհետև ընդհատում եք դրա համար է բարձր։ Ցածրը պայմանավորվում են երկուստ եք, ուրեմն չենք ընդհատում իրար, որ ձայնը չբարձրանա։ Ներողություն, մի հատ հարցին պատասխանեմ, անպայման շատ կուզեմ, որ դուք էլ արձագանքեք։
Մամուլի ծառայությունը ձեր հարկադիր ծառայությունը չի։ Մամուլի ծառայությունն է, որը կից է ձեր բանին։ Դուք ներկայացուցիչ եք, հենց իմի դուք ինչն եք ներկայացնում հարկադիր ծառայությունը։ Ուստի մի քցեք թե գնացեք ճշտեք։ Հենց դուք պիտի պատասխանեք, որովհետև դուք ներկայացուցիչն եք։ Ում անունից եք այստեղ։ Պետության անունից Պետության անունից չէ, հարկադիր ծառայության անունից։ Ապրեք, ուրեմն իմ հարցերը հենց հիմա ուղղված են հարկադիր ծառայությանը, որովհետև նրա անունից դուք եք։ գրավոր եւ ստացեք մամլո Եղբայր, հարգելիս, ձեր ազգանունը ինչպես է, ինչպես կարող եմ դիմել։ Շաբազյան ազգանուն։ Պարոն Շաբազյան, մեկ ասում եք, որ դուք բանը չեք ներկայացնում հարկադիր ծառայությունը, ասում եք գնացեք այնտեղ ասեք։ Մեկ էլ ասում եք, որ դուք ներկայացնում եք հարկադիր ծառայությունը։ Կարանք հստակեցնենք։ Հիմա դուք ներկայացնում եք թե չէ։ Ներկայացնում կատարում ենք մեր գործողությունը։ Ցանկացած հարցի ձեր կպատասխանի ծառայության մամլո խոսնակ։ Մամլի խոսնակը ինձ խի պիտի պատասխանի։ Դուք որպես Ինչ, որպես ինչ։ Որպես քաղաքացիական անձ գործին չի վերաբերվում, դուք կապ չունեք ստեղ գործի հետ։ Փաստաբանը ծանոթացված է, կողմերը ծանոթացված է։ Դիմեք ծառայություն, եթե կգտնեն որ պետք է ստանաք տեղեկություն, կստանաք։ Դա ձեր տեսանկյունն է, չէ։ Դա կարգն է։ Կարգը ըստ ձեզ։ Այո։ Դուք ինձ ուղարկում եք մամուլի մի րոպե։ Ես հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպության ղեկավարն եմ, եկել եմ դուք ներկայացնում եք հարկադիր ծառայությունը։ Ես ձեզ եմ հարցնում, դուք եք ինձ ուղարկում մամուլի ծառայություն։ Ավելի հարմար, չգիտեմ, վարչություն բան չունեք։ Դատարանի որոշման հիման։ Դատարանի որոշմամբ կասեցված է դա։ Եթե գտնում եք որ կասեցված է։ Ոչ թե գտնում եք, մարդը ցույց է տալիս։ Ես ասում եմ որ սխալ։ Դուք չեք գտնում, ինչն է սխալ, խնդրեմ ձեր տեսակետը։ Ոչ։ Չէ, դուք ծառայությունն եք։ Դիմեք մամլո խոսնակին։ Չէ, եղբայր, դուք եք ծառայությունը մամլո խոսնակը ինչի։ Պատասխանելու ձեր հարցերին։ Մամուլն է հիմա ձեզ հետ խոսում, որ դուք ինձ ուղարկում եք մամուլի խոսնակի մոտ։ Հազար անգամից այդ հարցը տվեք, ուզում եք Այսինքն Հայաստանի Հանրապետության հարկադիր ծառայությունը պատրաստական չի քաղաքացու հարցին պատասխանելու, ճիշտ եմ ընկալում։ Դուք ներկայացնում եք բանը, հարկադիր ծառայություն։ Համապատասխան բաժ։ Համապատասխանը ինձ համապատասխանը մամուլի ծառայությունը չի, եղբայր, ես չեմ ներկայացնում մամուլ, Ձեր ձայնը նորից բարձր։ որովհետև դուք չեք լսում իմ հարցադրումը։ Ես կարող եմ իմ ձայնը իմիջիալոց բարձրացնել։ Ես իրավունք ունեմ գտնվել այստեղ։ Գործողությունների վայրում իրավունք չունեք։ Իրավունքի տեսանկյունից դուք չեք, որ սահմանում եք իմ իրավունքները հարգելիս։ Դրա համար իմ իրավունքների համար ճշտվելու համար դիմեք սահմանադրական դատարանի մամուլի բան։ Ոչ, ինչ եղբայր։ Պարոն ոստիկան, ինչի համար եք այստեղ։ Ներողություն։ Ես երեք շնորհավորել եմ ձեր տոնը, հիմա պիտի հասկանամ ինչի համար եք դուք գտնվում։ Հասարակական հարգելիս, հասարակական կարգ։ Հիմա ես ձեզ ասում եմ, ես ներկայացնում եմ հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպությունը։ Խնդրում եմ, մի հատ լսեք ինձ։ Ես հիմա ոստիկանի հետ եմ խոսում։ Սա դա հերոստատեսություն չի, դա կայք չի, դա մամուլ չի, չգիտեմ ինչ չի։ Ինձ դիմելա քաղաքացին։ Ես եկել եմ լուսաբանելու իմ կանոնադրության համաձայն։ Լուսաբանելու, վերահսկելու եւ իրազեկելու։ Դա իմ հասարակական կազմակերպության հիմնական գործն է։ Կոչվում է հանրային օրակարգի պաշտպանություն, հանրային վերահսկողության եւ իրազեկման բան, հասարակական կազմակերպություն։ Հիմա քաղաքացին դիմել է ինձ։ Ասում են, որ այստեղ մարդկանց տնից հանում են։ Ես վեր եմ կացել այս ժամին եկել եմ։ Հարցնում եմ հարկադիր կատարողական ծառայությունը ներկայացնող մարդուն, ով կրում է ուսադիրներ, ով ներկայացնում է առհասարակ, դուք ներկայացնում եք, չէ՞ գնան։ Անկախ ձեր պաշտոնից, չէ՞, այստեղ բոլորը, ովքեր որ համազգեստով են պոլիսի, ներկայացնում են ՆԳՆ-ն, ճիշտ է։ Այս մարդը ասում է, որ ինքը չի ներկայացնում ՆԳՆ-ն։ Հարցը ինձ հասկանալի է, թույլ տվեք։ Հիմա իրավաբանի հետ խոսում ենք, իրավաբանը ասում է, Ոստիկանությունը իր աշխատանքը պատշաճ կատարում է։ դե ոստիկանությունը վերահսկում է բանը, կարգը։ Ես իրավունք ունեմ այստեղ գտնվելու, հարգելի ոստիկան։ Եթե խոչընդոտ չեք իրականացնում, Խնդրեմ, ուղղակի մեր միջնորդությունն ամենը չէր կա, մի քիչ այդ ամեն ինչը ավելի հանգիստ տոնում։ Չէ, մի րոպե։ Դուք հանգիստ տոնով ցավը տանեմ, ես շատ եմ հարգում ձեզ։ Շատ եմ հարգում, բայց եկեք մեր վրա վերցնենք։ Երեկոյան ուրբաթ օրը, երեկոյան ժամը 10-ի կողմերը գալիս են ձեր տնից հանեն, 23:00-ը։ Գալիս են ձեր տնից հանում են, այն պարագայում, երբ որ գոյություն ունի դատական բան, ակտ, կասեցման հետ կապված։ Դուք հանգիստ տոնով խոսեք։ Պարոն Սարգսյան, թույլ տվեք ասեմ, ոստիկանությունը
գործողության հետ կապ չունի, մենք հասարակական կարգ ենք ապահովում։ Գիտեմ, ես հասարակական կարգ հələ չեմ խախտել։ Մենք որևէ մեկի աշխատանքը չենք խոչընդոտում, մեր որդոներս ավելի Всё, հանրային միջավայրում չեմ աղմկում, ես տան մեջ եմ։ Շնորհակալություն ես։ Ուզենամ մատնանշել, որ հարկադիր կատարման ծառայության աշխատակից Մարինե Չալաբյանն եւ Գագիկ Հովանեսյանն են իրականացնում ամբողջ գործողությունները, համակարգում ամբողջ գործողությունները, այս պահին տարածքում չի գտնվում Գագիկ Հովանեսյանը։ Խնդրում եմ բարձեք որտեղ է։ Որտեղ է Գագիկ Հովանեսյանը, կարելի է իմանալ։ Չգիտեք, հա, դες պրոստը, հա։ Դե մարդիկ չեն Մարինե ներկայացնում։ Չալաբյանն է հարկադիր կատարողը, որ որոշումը կայացրել, այնտեղ նստած։ Տիկին Չալաբյան, դուք ուզում եք մեր երկխոսության մեջ ինչ-որ ասելիք ունեք, կարելի է ձեր տեսակետը։ Ինչու՞։ Չէ, դուք ծառայություն եք իրականացնում։ Մի ասեք, ես ինչ եմ իրականացնում, ինչ չեմ իրականացնում։ Օ, ես չասեմ դուք ինչ եք, ես ո՞նց կարող եմ չասել ինչ եք իրականացնում, եթե ես վճարում եմ իմ պետության բոլոր ծառայողների աշխատավարձը։ Խնդրում եմ իսկ ասեք, դուք ծառայություն եք, չէ՞ իրականացնում, մասնավոր բան չեք, չէ՞, կառույց չեք, չէ՞, պետական կառույց եք։ Ես մեր պետության քաղաքացի եմ հանդիսանում։ Փաստաթղթերը ունեմ։ Հարցերին չեմ պատասխանում։ Ինչու՞։ Ես ձեզ ասեցի։ Պրոստը մարդուն տնից հանում եք առանց հարցերի պատասխանելու։ Կարող ենք արձանագրել դա։ Պրոստը մարդուն տնից չենք հանում։ Մարդու իրերը հանում եք առանց հարցերի պատասխանելու։ Ճիշտ եմ հասկանում։ Պարոն Սարգսյան, Չէ, ամենայն հարգանքով, դեպի իմիջիայլոց ձեր գարնանային տոները շնորհավոր։ Հազար ներողություն, որ սենց տրամադրության մեջ ենք հանդիպում, բայց դուք զգում եք, չէ՞ որ չի կարելի, որ պետական ծառայողը չպատասխանի քաղաքացու հարցերին։ Ես չեմ խոսում դեռ իրավաբանական մարմնի։ կասեցվել է, պարոն Սարգսյան, այս վարույթ։ Հիմա այս վարույթով գործողություններ անում են, խնդրում եմ հարցրեք։ Կասեցվել է թիվ 1473 կատարողական վարույթը։ 13/04/2026 թվականին կայացված որոշման Կարելի է ինչ-որ փաստաթուղթ ծանոթանալ, որի հիման վրա դուք աշխատանք եք հիմա իրականացնում։ հարցրեք հարգելի հարկադիր կատարող։ Այս որոշումը կատարված Որովհետեւ փաստաթուղթ կա, որ մտել եք տուն, ասել եք այս սրա հիման վրա մենք հիմա հանում ենք, չէ՞, տանեղացը։ Կա այդ փաստաթուղթը, կարող ենք ֆիքսել արձանագրել քաղաքացիների համար։ Հենց հիմա մոտ 600 մարդ է դիտում։ Ես ձեզ կտամ գցեք, պարոն Սարգսյան։ Ասաց, որտեղ դիմեք, ինչ անեք, որ։ Ինչա։ Բաժնի պետի տեղակալը ասաց, որտեղ դիմեք։ Պարոնը բաժնի պետի տեղակալն է, բայց բաժնի պետի տեղական լինելով հանդերձ ասում է, որ ինքը կապ չունի։ Ինչի կապ չունի։ Չգիտեմ ինչի կապ չունի, այդ դուք եթերը կա, կարող ենք սա ֆիքսվում է, կարող եք հետո նայել։ Ասել է, որ ինքը չի պատասխանելու արդյոք, որովհետև ինքը չի ներկայացնում հարկադիր ծառայությունը։ Հարկադիր ծառայությունը, ես ոնց հասկացա, ներկայացնում է մամուլի խոսնակը։ Դիմեք անում, դիմեք անում։ Պարոն Սարգսյան, Ու որտեղ։ Ես խիղճ դիմեմ մամուլի խոսնակի կարը, ես մամուլ չեմ։ Մամուլի խոսնակի կարա դիմի մամուլը։ Ես այս թվում բավականին շատ հարցերի Բայց բարիշ պատասխան չեք տալիս, այս տրամաբանությունը չէ։ Այս նույն անտրամաբանական ձևով են մարդուն ենք տնից անում հիմա, վեշերը։ Ինչ է իհարկե ոչ։ այս կատարողական հարցրեք, կատարվում է թե ոչ։ Այս կատարողական վարույթը կատարվում է թե ոչ։ Դուք լսեցիք, որ ասել հարցերին չեմ պատասխանի։ Ես լսել եմ, բայց դուք չեք կարող չպատասխանել, հասկանում եք, դուք իմ երկրի պետական կառույց եք։ Ես իմ պետության քաղաքացի եմ։ Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետության հարկադիր ծառայությունը։ Ես adekvat հարց եմ տալիս, ասում եմ, այս գործողությունը նես չի էլի դուրսը բռնցրել եմ ինչ-որ բան եմ հարցնում գործից դուրս, չէ, աշխատանքի մեջ լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հարցնում եմ, ասում եմ, այս մարդկանց, որ վեշերը դուրս եք անում, սա կատարում եք թե չէ այս վարույթը։ Խնդրում եմ, ասեք հա կամ չէ։ Այդ մարդուն 10 ձևի բացատրվել է, այդ մարդը թե ինքը պատասխանի։ Օ, չի արձանագրվել, խնդրում եմ, ասեք քաղաքացիների համար նույնպես արձանագրվի, վաղը մյուս օր նույն խնդրին չհանդիպեն։ Կարող է դուք ճիշտ եք ասում։ Կարող է դուք ճիշտ եք ասում, սա թող նաև ուսուցողական բան լինի մեր քաղաքացիների համար։ Խնդրում եմ, կասեք, այս վարույթը դուք իրականացնում եք թե ոչ։ Ներեցեք, դատանի վճիռը, որոշումը ձեր համար օրենք է թե ոչ։ Լսեցիք ինչ ասեցի։ Հա, բայց հակասում է ձեր գործողությունը, ձեր ասածին։ Դրա համար եմ ճշտող հարցեր տալիս, հարգելիս։ Հարցեր մի տվեք։ Սա մեր հարկադիր ծառայությունն է։ Ես եթերի վերևում խնդրում եմ Ժողովուրդ ջան, եթե կկիսվեք, դուք նույնպես անպայման նշեք հարկադիր ծառայությանը, նշեք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, դու նշեք վարչապետին նույնպես, ես ինքս նույնպես կնշեմ, ում կարող եք նշեք, որ կառույցների կարող եք նաև դատարան, չգիտեմ, ԲԴԽ, ՄԴԽ, ում ինչ կարելի է, որովհետև սա չի կարելի։
Ես չգիտեմ, անկեղծ եմ ասում, այս մարկած առաջին անգամ եմ տենում։ Երդվում եմ իմ բոլոր սրբություններով։ Տեսնում եմ, առաջին անգամ, չգիտեմ։ Իմացել եմ, որ բանին չէ, փաստաբանը իմ ընկերն է ճանաչում եմ։ Զանգեց խնդրեց, ասաց, որ խնդրենք կմոտենաք գնել ջան։ Ասում եմ, ինչ ա եղել, ասում եմ, մարդուն գիշերվա կեսին, ժամը 10-11-ն է, եկել են վեշերով հանում են տնից։ Ինչի իրավունք է, արդեն չունեն։ Բացի այդ, ասում եմ, դատական որոշում կա, կասեցված է։ Իրանք չէ, ախպեր ջան, միևնույնն է, բան են անում։ Ու հարցնում ես, բոլորդ լսեցիք։ Ասում եմ, հարկադիր ծառայ, ասում եմ, ես բանը, դուք մամուլի խոսնակին ներկայացեք, ես չեմ ներկայացնում հարկադիր ծառայությունը։ Բայց ինչ ես անում ստեղ։ Հանցագործության մասին եկեք հայտարարություն գրենք ուրեմն։ Մարդը համ չի ներկայացնում հարկադիր ծառայությունը, համ էլ մարդու վեշը վերցել տանում է։ Գագիկ Հովհաննիսյանը, ամբողջ ժամանակահատումը Գագիկ Հովհաննիսյանը։ Գագիկ Հովհաննիսյանն ով է։ Հարկադիր կատարման ոչ գույքային բնույթի կատողական վարույթների աշխատակից է, որը ձեր գալով, չգիտես ինչի, տարածքում չի արդեն։ Բայց ստեղ է եղել։ Ամբողջ իրականացրել է Գագիկ Հովհաննիսյանը։ Գագիկ Հովհաննիսյանը ներկայանում է ինչ։ Հարկադիր կատարող Ուր է բա հիմա։ Չգիտեմ։ Բայց ստեղ է եղել։ Իմացել է, գալիս են գնացել է։ Որը նաև ինձ որպես փաստաբան հացով խփել է թորին, բռնություն է գործադրել, որի վիդեոնկարահանումները կա, որը կներկայացնեմ։ Գագիկ Հովհաննիսյանը տարածքում չի, չկա։ Գագիկ Հովհաննիսյանն էլ չկա։ Որտեղ է Գագիկ Հովհաննիսյանը։ Դուք ավելի լավ գիտեք։ Որտեղ իսկ պիտի իմանամ ոչ հորս կողմից է բարեկա ոչ մորս։ Եթե չեմ կներեք էլի։ Ուր լավ, դիքրոջը շատ հանկարծ ստաց։ Ձեր են մյուս գործընկերն ուր են բան սիմպաթիչնի բոյով բարձր ասեք։ Հա։ Դրսում, հա։ Որտեղ է այդ մեր ընկերը։ Չասցամ գնում։ Կներեք են բանը հարկադիր հա, ձեզ էի փնտրում։ Որտեղ է Գագիկ Հովհաննիսյանը։ Ման տարածքն է չտես։ Ինքը չի բան անում, այս ամեն ինչի ղեկավարը։ Այս պայն էստեղ։ Խմբի անդամն է ինքը։ Խմբի անդամը ներկայանում։ Որտեղ է։ Այսքան տարածքում։ Դրսում ակաղ Էլմիսինյակում ինչ իմանամ։ Իր հետևից մանչում կա այստեղ կանում։ Հա, տենց ենք աշխատում։ Ձեր հետ կանգնած է այստեղ։ Հիմա կարող այդ պահին իջել է ներքև կամ չգիտեմ, դուրս է։ Չէ, ոնց հասկացա տևական ժամանակա չկա ինքը։ Որ խնդրենք դուք էլ կգնաք Գագիկ Հովհաննիսյանի հետ, ես գնացեք ձեր համար։ Բա եկել եք աշխատելու, այս ոնց եք աշխատում։ Բա ես եմ որոշում, քաղաքացին ես եմ որոշում, կողքա բա ով պիտի որոշի։ Ես եմ որոշում։ Դուք ծառայում եք իմ պետությանն ու ինձ։ Ես կատարում եմ Դուք ոնց որ տեղյակ չեք, թե դուք ում եք ծառայում։ պետության աշխատանքը։ Պետությունը ես եմ, դուք հասկանում եք։ Պետությունը բոլորն։ Հայաստանի ապրել, դուք նույնպես։ Դատանի որոշումը հենց հիմա դրված է, որ կասեցված է։ Ինչ որոշում։ Կասեք թիվը, որ որոշումով է թույլատրվել այս ամեն ինչը։ Եթե դուք գիտեք, չէ՞ որ դուք ճիշտ եք։ Հիմա դուք գիտեք, չէ՞։ Խնդրում եմ, որոշումը կասեք։ Դիմեք ծառայություն թող ձեզ ասեն։ Այսինքն դուք եկել եք առանց ունենալու այդ թղթերը համապատասխան։ Ունենք։ Խնդրեմ ցուցադրեք։ Ունենք ձեզ ցույց տալու։ Ցույց ենք տվել կողմերին եւ փաստաբան։ Կողմերը համաձայն չեն եղել, հիմա հանրայնացում եւ հրապարակում ենք։ Խնդրում եմ հրապարակային ցույց տվեք։ Ասեք թող հրապարակային։ Փաստաբանը հրապարակային ասում եք, ճիշտ չի ներկայացնում, ձեր ճիշտ է ներկայացրեք։ Ներկայացրել որոշումներ։ Հարգելի պարոն Սարգսյան, վտարման հետ կապված որոշումը տեղակայել ազդարարկետի կայքում, այնտեղից ենք ծանոթացել 3 որոշումը ներբերվել ենք եւ վիճարկել ենք դատարանում։ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի կարգավորների շրջանակներում վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել, որի շրջանակներում դիմել ենք դատարան, խնդրել ենք կասեցնեն հարկադիր վտարման հետ կապված գործողություններ հարկադիր կատարողի, դատարանը բավարարել է պահանջը եւ կասեցրել է հարկադիր վտարման հետ կապված գործողությունների կատարումը։ Մեզ որևիցե թուղթ, որևիցե որոշում, որևիցե ծանուցում այդ մասին կարող է վկայվել նաեւ հարկադիր կատարման ծառայության մասին օրենքով կարգավորող կատողական վարույթի նյութերը։ Կատողական վարույթի նյութերում երևում է, թե մեզ ծանոթացել են, ստորագրել ենք, ստացել ենք, նամակ են ուղարկել, ստացել ենք։ Նման փաստ չեն կարող ունենալ, որովհետև չենք ծանոթվել բացարձակ։ Դրա համար էլ ցույց չեն տալիս։ Այսօր եւս որևիցե որոշում, որ իրենք գործողությունները մեզ չեն ցույց տվել։ Որոշումը հրապարակել է ազդարարկետի կայքով, այդ Այսինքն իրանք որ եկել են, ձեզ ցույց չեն տվել։ Ոչ։ Ոչ։ Մարդկանց այս տան բնակիչ։ Ոչ։ Բախի են դուք անում։ Մենք չգիտենք ինչ են անում, հանցագործություն են անում։ Սա հանցագործություն է, արդեն հարկադիրի կատարմամբ։ Սա հանցագործություն է։ Առանց ցույց տալու։ Այս ֆորմից կներեք հարկադիրի ֆորմից սուրմալուից կարամ գնամ 20000 դրամով առնեմ։
Մարդիկ եկել են այս ֆորմով ու մարդկանց գույքը տանում են։ Կեցա Հայաստանի Հանրապետությունը։ Մարդիկ ընդհանրապես նրա համար որ ֆորմով են եկել, մարդկանց գույքը հանել են դուրս, որ թուղթել ցույց չեն տվել։ Եղբայր, կներեք, այստեղ դուք ասում եք թուղթ եք ցույց տվել, բարձվում է դուք ոչ մի փաստաթուղթ ցույց չեք տվել։ Դուք ում եք ինչ փաստաթուղթ ցույց տվել, կարող ենք իմանալ։ Ով պետք է տեսնել հիմա։ Ով պետք է տեսնել, մի հատ ասեք Պողոսյանը, գնամ այդ Պողոսյանին տեսել, կարող կողմը չի տեսել։ Կողմի իրավաբանը ասում է, որ ես տես բան չեմ տեսել։ Ազդարարից եմ ծանոթացել այսօր։ Պարզա որ տենց ասելու։ Լավ, ինքը տենց է ասում, կարող է խափում է։ Խնդրեմ դուք ցույց կտաք, ինչն է խանգարում ձեզ ցույց տա։ Ասու չեմ ոչինչ ցույց տալու, իրավունք չունեմ։ Իրավաբանին ցույց կտաք։ Իրավաբանը ունի այդ թղթը։ Չունի այդ թղթերը, այդ մարդը ասում է չունեմ։ Պարոն Ջանգիրյան, դուք այդ թղթերը ունեք։ Յարա ախպեր կայֆավատ եք կլում, ես չեմ հասկանում։ Ես լույսերը խի անջատվել։ Ապա դիտեք ոստիկաններին գողություն։ Հարգելի ոստիկաններ ջան, մարդիկ խափում են։ Գողություն են Խափում են, ախպեր, ասում են թուղթ ենք ցույց տվել, փաստաբան կամ ինքն է խափում, կամ ինքն է խափում։ Կպարզեք տեղում որ խնդրենք։ Հենց մի գողություն է արվում տնից։ Ֆորմով մարդիկ են եկել, հնարավոր է ու դաստավրենիա էլ ունենան։ Խնդրում եմ, սա հայտարարություն ընդունեք։ Արդեն այդ թեմայով հաղորդում կա վերցված եւ փոխանցված քննչական կոմիտեին։ Կարող եմ ծանոթանալ այդ հաղորդմանը, կարող է ես ուզում եմ ավելացնել, հավելում անել այդտեղ։ Դες կգնանք բաժին կծանոթանանք։ Շնորհակալ կլինեմ, կգնանք բաժին։ Բա ինչն եք հիմա հսկում։ Որ վեճ չունի։ Ես մի տնից տանում են մարդու եղածը։ Վաղը իմ տնից են գալու տանեն։ Ֆորմով սիրուն ակուրատի բան, Ոստիկանների հսկա։ ճաշակով հագնված մարդիկ։ Լավ, սենց ասեմ։ Գժի դարա։ Իբր նայեք, սենց մի հատ բան ասեմ, ժողովուրդ ջան։ Հարգատիր ծառայությունը, հագե։ Հրահանգստանում գնում են իրենց գործը անելու։ Ամենայն հարգանքով բոլոր պետական, դուք գիտեք, ես պետական ծառայողների հանդեպ մշտապես հարգանքով եմ վերաբերվում, անկախ ամեն ինչից դա կլինեն իրավիճակներ, մեկը մի քիչ կտականա մյուսը չէ, բայց թողնենք դա, թողնենք։ Հիմա տեսեք, հարկադիր ծառայությունը ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներից, հատկապես իշխանության պատգամավորներից, որովհետև նրանց վրա բավարար հույս դնելու չի։ Ուրեմն, խնդրում եմ, մեկ հարցում եք ուղարկում հարկադիր ծառայություն, թե վերջին 5 տարիներին, 6 տարիներին, կամ 5, լավ, կառավարման 18-ից չհաշվենք, 7 չհաշվենք, կառավարման տարիներին քանի անգամ են իրանք կատարել գործողություն, որը վիճարկվել է դատարանով ու փոխհատուցում է գնացել իմ գրպանից որպես քաղաքացի։ Ես քաղաքացին եմ, այն որ եթե իրանք սխալ գործ են, հենց հիմի այսա որ գնա դատարան, հետո փոխհատուցում գա այս ամեն ինչը վերականգնելու համար, պիտի մարդու փոխհատուցում տան, որտեղից են տալու բյուջեից, իմ գրպանից։ Մենակ նրա համար, որ հիմա հարց ենք տալիս, ասում են մի հատ թուղթը ցույց չի տալիս, ասում է փաստաբանը տեսել է, փաստաբանը ասում է չեմ տեսել։ Հենց ու մարդը տեսեք, որ գրպանում դրած լինի, ի՞նչն է խնդիրը, այս աղմուկի փոխարեն, հանի ցույց ասի լավ, չորես, ցավես, ով ես, ինչ ես ան, ես էլ մի հատ էլ քեզ ցույց տամ, հերն էլ անից ազդեի, հա, պագոններս չէին գրի դրանից։ Չէ, ախպեր, ցույց չենք տալիս, գնացեք դիմեք։ Մարդու եղած չեղածը տնից հանել դրել են դուրս, հեսա տանում են։ Այն պարագայում երբ որ կասեցում գոյություն ունի։ Ոստիկանն էլ պարոն ասում է, մենք արդեն այստեղ են ներկա են հասարակական կարգ են վերահսկում, բայց աշտերի դեպից տանում են։ Հա, ասում ախպեր ջան, այդ բանից էլ ունենք արդեն հայտարարությունից։ Գժի դար, որ ես արև։ Գժի դար։ Այդ որ կասեցվել է ինքը օրենքի ուժ չունի, այդ մի հատ որ կասեցել է ես Բաժնի պետն է հարկադիր կատարման գործը։ Դերես եք բարև ձեզ։ Ես ուղիղ եթեր եմ անում հիմա։ Կարելի է լույսի տակ կանգնենք, որ մի քիչ ավելի པարզ երևա։ Ես հարցազրույց չեմ վերցնում։ Բա ի՞նչն եք ուզում։ Ես հարցեր ունեմ ձեզ տալու։ Ես ձեր հարցերի պատասխանելու պարտավորություն որպես այդ Ունեք, հարգելի, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, որպեսզի
ծանոթ լինեմ իմ պետության օրենքներին, ես դիմում եմ ձեզ, որպեսզի դուք ներկայացնեք։ Որովհետև աղա կարա իմ գլխին գա ու ասեք օրենքի չիմացությունը չի ազատում պատում։ Եկեք այսպես ենք անում, հա, պայմանավորվում ենք այս ձևով։ Հարց եւ պատասխան որպես այդպեսին կարող են հնչել, եթե դուք իրավասություն ունենաք։ Ես իրավասություն ունեմ ասում։ Վարույթի մասին օրենքը 26 թվականի հունվարի 1-ից գործող ձեզ հնարավորություն չի տալիս վարույթի նյութերին ծանոթանալու։ Մի րոպե, վերջ, հա, դուք վերջացրեցիք, հա, իհարկե որ։ Հնարավորություն չի տալիս։ Ես ներկայացնում եմ հանրային օրակարգի պաշտպանություն, հանրային վերահսկողության եւ իրազեկման կազմակերպությունը։ Հիմա իրազեկում ենք տեղում ինչ կա։ Որպեսզի լինենք մաքսիմում օբյեկտիվ, ես հարցեր եմ տալիս նաեւ քաղաքացու դիմումի հիման վրա եմ այստեղ, բայց տալիս եմ նաեւ ձեր աշխատողներին հարցեր, այդ բaragայում նաեւ ձեզ։ Ես իրավունք ունեմ դրա, որովհետեւ իրավաբանական մարմին եմ։ Որպեսզի ճիշտ ընկալեք։ դուք որ խոսում եք, ես Շատ լավ, ես դες հարգանքով լսեցի։ Ես դες հասկացա դուք ինչ եք ուզում։ Որ խնդրեմ։ Տալիս եք։ Ստե մի հատ վիճելի կետի ենք ասել, ես լուսաբանվում է, որպեսի չստացվի, որպեսի քաղաքացիների մոտ վստահությունը հարկադիր ծառայության հանդեպ չկորի։ Եվ մյուս կողմից էլ անարդարության զգացմունքներ չանտա։ Ես հիմա ավելի շատ ձեր կողմից եմ, եթե ուզում եք իմանալ։ Հիմի փաստաբանը ասում է, ինչ չեն ներկայացրել թուղթ, որ այս գործողությունը պիտի անեն։ Ձեր աշխատակիցը ասում է ներկայացրել ենք։ Հիմա Կարելի է իմանալ կամ այդ թղթին ծանոթանալ։ իհարկե։ Եվ ընդհանուր խնդիրը հետևյալն է։ 4 վարչական ակտ կա կայացված հարկադիր կատարողի կողմից, որոնցից մեկի 4-ը ում են վերաբերվում, կարելի է անուն ազգաներով։ վարչական ակտերը վերաբերվում են Ում։ այս պահին անձանց չեմ հիշում կոնկրետ։ Լավ, Անունը ես շեշտեմ, Կարեն Ստեփանյան, Ալբերտ Ստեփանյան, Գորիկ Ստեփանյան եւ Մարինա Ստեփանյան։ հիմա ում հանդեպ ասակակա։ 4 վարչական ակտեր։ Նաև բարձաբան է այդ 4 ակտերով հարկադիր վտարման հետ կապված ծանոթությունների պատշաճ ծանոթությունների հետ կապված 25 հոդվածով կատարական վարկի մասին օրենքի դրվել է ազդարակետեյեմ ծանոթման։ Հիմա լսեք։ 4 վարչական ակտերը, մեկը որը որ կասեցված է, 4-ը վերաբերում են բոլոր անձանց, ովքեր այստեղ գտնվում են կամ գրանցված օգտագործման իրավունք չունեն։ Մեկը կասեցված։ Վարչական ակտերից մեկը կասեցված է։ Իսկ երեքը 3 վարչական ակտերը գործող են, կասեցված չէ։ 3 վարչական ակտերով հարկադիր կատարող պարտավոր է կատարել կատարողական գործողություններ։ Ինչ վերաբերում է ծանոթված են թե ոչ, ամսի 16-ին 3 հաստաբանի կողմից ներկայացվել է դիմում հարկադիր կատարողական ծառայություն, խնդրել են հետաձգել կատարողական գործողությունները, որը վերջվել է 55 հոդվածով սահմանված կարգով, քանի որ պահանջատիրոջ դիմումը չի եղել համաձայնությունը։ Օրենքը պահանջում էր նաև միջնորդություն, համատեղ միջնորդություն։ կարող ենք լույսին Քանի որ կանգնել, չի էլի։ եղել, հիմա տեսեք, ընդհանրապես հաշվի առնելով հանրայնացնում եք, հիմա որ սխալ տպավորություն չլինի հանրությանը։ Ես դրա համար եմ ներկայացնում։ Քանի որ չի եղել պահանջատիրոջ միջնորդությունը համատեղ, մերժել ենք։ 16 թվականին 16 ամսի 16-ով թվագրված դիմումի մեջ հաստաբանի կողմից նշվել են թվով 4 կատարողական վարույթների համարները, այսինքն ստացվում է, որ եթե ծանոթված չլիներ հաստաբանը, կատարողական վարույթի համարները չէր նշում։ Ճիշտ հստակ նշվել է։ Շնորհակալ։ Որը եւս ապացուցիչ հանդիսանում որ ծանոթված եղել է։ Բացի դա, կամավոր կատարման ինքնական ազատության համար սահմանվել է հարկադիր կատարողի կողմից 10-օրյա ժամկետ։ Հարկադիր կատարող հասցե այցելություններ կատարել, տեղում ծանոթացրել է, տեղում առաջարկել է ազատել, 10 օրը լրացել է եւ չեն ազատել մարդիկ։ Հարկադիր գործողությունները իրականացվում են օրենքանոժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, դա մեր պարտականությունն է։ Կարելի է տեսնել, որ ակտի հիման վրա է հիմա այս գործողությունը Դատական կատարվում։ ակտը կարող է նայել։ 1304 Ես ինչը որ ձեզ հիմա ինչը որ ձեզ հիմա չեմ ներկայացնում թվով դուք ձեռքի տակ չունեք, հասկանալի է։ Չէ, մի վարքյան։ Նույնիսկ ձեռքի տակ ունենալու պայմաններում ես որպես հարկադիր կատարող դրա իրավասությունը Հա, հրապարակային հանրայնացնելու չի երևի։ Այո, Հասկացա։ կարող հանրային- Կարող եք հիմա լսել Եթե հակադարձ։ հիմա կներկայացնի, ես այսքանով ավարտեմ։ Հա, բայց լավ կլինի լսեք, որովհետև այն ինչ որ դուք ասացիք, այս մարդը կարող ասում սխալ եք ասում։ Սպառիչ թվարկեցի այն ինչը որ Սպառիչ այն դեպքում, երբ որ վիճելի չի։ 4 վարույթներով ծանոթություն դրվել է ազդարակետեյում։
Ազդահարկետեում տեղակայվել է ծանուցում վտարման վերաբերյալ։ Այո, հարկադիր վտարման վերաբերյալ։ Ընդհատել 13/04/2026 թվականին թիվ 1473 1793 վարույթով տեղադրվել է վտարման վերաբերյալ ծանուցում, որտեղ որ նշվել է 4 պարտապանների անունը։ 4 այս վարույթից բացի մյուս 3 վարույթներով ծանուցում տրամադրվել է։ Ուղիղ հարց եմ տալիս։ Պարոն Մելիքբեկյան, մյուս 3 վարույթներով ծանուցում Պարոն տրամադրվել է ուղիղ ձեզ հարց եմ տալիս։ Եթե դուք ծանուցված չէիք, դուք կարդացիք 1 կատարողական վարույթի համար։ Եթե ծանուցված չէիք, ձեր նախորդ օրվա ներկայացրած դիմումում ինչպես եք թվարկել կատարողական վարույթների համարները։ Որտեղից եք իմացել, հարգելիս։ Իմացել եմ։ Որտեղից եք Դե իմ իմացել։ փաստաբանական աշխատանքի արդյունքում։ Փաստաբանական Այսինքն, պարոն Մելիքբեկյան, ես իմ հարցը հստակեց։ Ձեր դիմումով արդեն իսկ Բացի 1473, պարոն Մելիքբեկյան, բացի 1473, 1993 վարույթից բացի, ազդահարկետեում այլ հայտարարություն տեղակայել եք թե չէ, այս վարույթից բացի։ Ուղիղ ասում եմ, Դուք ծանուցվել եք 4 վարույթ կա, 4 վարույթների մեկով է ծանուցում դրել։ Հիմա ես Դուք ասացիք որ 4 վարույթ կա, ասացիք։ Ինձ մարդը ասում է բացի սրանից ուրիշ Թող կա։ ազդահարկետեում հիմա ցույց տա, հիմա եթե հրապարակային։ նախ ծանուցումը եղել է պատշաճ, եթե չլիներ, հարգելի փաստաբանը դրա մասին չէր կնշի իր դիմումը։ Հարգելի փաստաբանը, ինչպես նաև օրինակ լրագրող, ես ինքս իմ աշխատանքից էլ ելնելով, մենք ունենում ենք իմանալու մեր աղբյուրները, որը պարտավոր չենք ձեզ ներկայացնենք։ Մենք խոսում ենք հիմա իրավունքից եւ օրենքից։ Մարդը հարց է տալիս։ Որպես ներկայացուցիչ իմանալով փաստաբանության մասին օրենքը ասում է, եթե տեղեկացված ես քո վստահորդի շահերն ես ներկայացնում, պարտավոր ես նաև տեղեկացնել։ Okay, դիմի մարդը ասում է դուք այն մյուս 3-ը ներկայացրել եք։ Բոլոր կատարողական վարույթներով կաշառությունները իրականացրել։ Այս Մելիքբեկյան, Այն 14 կատարողական վարույթը, Այս որը վարույթը կատարվում է։ ասացրել է, մենք արձանագրությամբ եւս ֆիքսելու ենք, որ այդ կատարողական Ֆիքսելու եք։ գործողությունները ֆիքսելու ենք, եթե արդեն չեն ֆիքսել, ես չգիտեմ։ Ո՞վ կարող ենք այս իմանալ։ վարույթով գործողությունը Այդ թե ոչ։ կատարողական վարույթով գործողություն չի իրականացվել։ Ինչի։ Որտեղ ասացված է կատարողական վարույթով։ Այդ կատարողական Ո՞նց ենք հիմի հասկանում, որն է կատարվել, որը Եվս չէ։ 3 կատարողական վարույթներ կան։ Մյուս երեքը ում է վերաբերվում, ակտեր ասացված, կայացված։ Մի բոլոր կատարողական վարույթները վերաբերվում են պարտապաններին, ինչպես Բոլորի։ նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունք գրանցված չէ։ Հիմա Պարոն Ջանգիրյան, դուք Կարեն շատ լավ Ստեփանյանին, տեղեկացված Կարեն եք եւ Ստեփանյանը շատ լավ բնականից դուրս է գալու։ Կարեն Ստեփանյանը դուրս է գալու այդ կատարողական վարույթի կատարման Այն մյուս շրջանակում։ կատարողական։ Քանի Այս որ կատարողական վարույթի պահանջները Հիմա կատարվելու է թե ոչ։ այդ կատարողական վարույթի վերաբերյալ որևէ վարչական ակտի պահանջ չի կատարվելու, որը որ կասեցված է։ Իսկ եթե անձին ամբողջությամբ բնականը ազատեք, անձին բոլորին էլ հանեք։ Անձին ազատելու իրավասություն ունեն թվով 4 կատարողական վարույթ։ 4-ին էլ անհանելու եք։ Ցանկացածով։ Ցանկացածով։ Այո։ 4 կատարողական վարույթներով հայտարարություն տեղադրել եք ազդահարկետեում։ 4 կատարողական վարույթներով պաշար ծանուցումը իրականացվել։ Իրականացվել է պաշտպանությունը։ Ես կխնդրեմ վաղը հարկադիր կատարողն է տեղադրման դա հրապարակի։ Հարկադիր կատարող նաև եղել է այս հասցեում ինքնական ազատելու ժամկետ Համաձայն եք իմ հետ, այդ ծանուցումները հրապարակային են։ Ծանուցումների մասին Պարոն եք Մելիքբեկյան, մի վայրկյան։ ներողություն։ Հիմա ուղիղ եմ ձեզ ասում։ Ուղիղ ներողություն, ավարտեմ նոր։ Այդ 4 վարույթները, որոնք ասում եք ծանուցված են, այս պահին հենց հիմա համակարգչով կարող ենք նայել ազդահարկետեում կայքով։ Ստուգեք, հա, եթերի մեջ ենք։ Ստուգենք։ 1000 հոգի մարդ է դա հիմա։ Հիմա մի վայրկյան։ Պարոն Մելիքբեկյան, հիմա եթե ստուգենք, որ 4 վարույթներով ծանուցում Լսում չկա, ես, ինչ վիճակ հաստատում, ես որ դուք ճիշտ չեք, չէ՞ ասում։ Լսում ես ինձ։ Այո, իհարկե։ Դե հիմա լսի, 10 օր ինքնական ազատելու ժամկետ տալուց հետ։ Եկեք լույսի մոտ, էլի, կներեք։ Մի վայրկյան էլի։ Դե լույսի մոտ չկանգնենք, դուք եք վերջացնում, բայց մարդը բանա ցույց տալիս, ուղղակի ոչ մի բան պետք չի լսել, նայեք։ Չէ, բանավոր խոսքով չի։ Դուք ասացիք, որ հրապարակած է։ Սպառիչ, ասում եմ, հրապարակային ծանուցումից զատ Հրապարակված է հիմա։ նաև կատարողական վարույթով հարկադիր կատարողի կողմից ծանուցում իրականացնելու կարգը, որը երված է կատարողի մասին օրենքում, Ներեցեք, ձեր ազգանունը ինչպես է։ Պարոն Մելիքբեկյան, հիմի կա կայքում։ Հիմա ինձ մի ընդհատեք, ես իմ երբ որ կլսեք միջև վերջ, հասկանաք որ Ձնաս լսել ենք, բայց ասեք, լավ։ Եվ նույնիսկ ազդարար դնելու անհրաժեշտությունը չկա։ Ինչի, բանավոր խոսքով։ Հիմա ասում եմ ուղիղ։ Հարկադիր կատարողը կամավոր կատարման ժամկետը տալուց, որը սպառվել է, հետո կայացնում է վտարման կատարողական գործողությունների իրականացման վերաբերյալ
որոշում հարկադիր վտարելու մասին, որը հնարավորություն ունի նաև արձերն տրամադրելու պարտապանին։ Արձերն տրամադրելու հետ կապված կարող է եւ հասցեի դուրը ծեծել արձերն տրամադրել։ Բայց արձանագրել որ տրամադրեց։ Հիմա տեսեք, այն որ դուք հիմա բարձրաձայնում եք, դա փաստում է այն մասին, որ դուք տեղեկացված եք, որ կան թվով 4 կատարական վարորդներ եւ կան 4 վարչական։ Իսկ դուք միջև այս պահը իմացել եք, որ տեղեկացված կարա լինի։ Ինչի վրա եք վստահ եղել։ Որ փաստաբանն է տեղեկացված է, էլի։ Ո՞նց է, չէ՞ տեղեկացված է։ Տեղեկացված եմ, հստակ ես ծանոթություն եմ տեղեկացված։ Հա, բայց մի հատ նայ, չէ, միջև մի հարգանքով են, չէ՞ խոսում։ Հիմա տեսեք, ես ձեզ հիմա կարամ դիմում ցույց տամ ամս 16-ով թվագրված, որտեղ կատարական վարորդներ կոդերը նշված են։ Կարելի է։ Իհարկե։ Ձեզ ցույց կտամ, դուք կարող եք տեղեկացնել հանրությանը, բայց խնդրում եմ փաստաթուղթը չհրապարակվի, օքեյ։ Հիմա Ինքը հրապարակային է, պարոն Մելիքբեկյան, հրապարակվելու կարիք չկա։ Ազդարար կետեյմու տեղակայված 4 վարներով ծանոթությունները այստեղ պետք է արտացոլվի։ Հիմա Մեզ լսեք, այստեղ ցույց տվեք ուղի եթերում։ Հիմա որպես փաստաբան ընկալում եք ինչ եմ ասում։ Այո, ընկալում եմ, շատ լավ։ Ասում եմ, եթե Խնդրում եմ, էլի լույսի տակ կանգնենք, ժողովուրդ։ Մի երկու բառ ավել կարող է խոսենք, պարոն Մելիքբեկյան։ Երբ որ կամավոր կատարման Պարոն Մելիքբեկյան, խնդրում եմ, լույսի տակ կանգնենք, մի երկու բառ կարող ավել խոսենք, խնդրում եմ, եկեք։ նորմալ է։ Դե ձեզ նորմալ, մեզ նորմալ չի։ Հակոբ, երբ որ ժամկետը լրացել է կամավոր կատարման, հարկադիր կատարողը արձանագրություն կազմել է հասցեում։ Հասցեում կազմել է արձանագրություն։ Կամավոր կատարման ժամկետը լրացել է, որոշում կայացրել եմ եւ հիմա եմ տալիս քեզ, որ հիմա եմ Դա գործողություն։ այլ վարչական ակտ է, վտարման ուղղված գործողությունները այլ վարչական ակտ է։ Այդ վարչական ակտը երբ պիտի տամ ձեզ։ Երբ պիտի ձեզ սանուցեմ, ժամկետ կա օրենքով։ Եվ ինչ է ասում, ասում արձերն հնարավորություն ունի կարող է արձերն տալ։ Այո։ Հիմա արձերն տալիս են, տվել է, եկել է հասցե տվել է, ի՞նչն է խնդիրը։ Ի՞նչն է խնդիրը։ Տալուց պետք է արձանագրի ինչ որտեղ, որ ստացավ, ստորագրեց, Ժողովուրդ ստացավ։ այսքան որ բարձրաձայնել հանրայնացրել եք, առանց որևէ բանից տեղեկացված լինելու եք, այսինքն այսօր որ եկել են ձեր տուն, հարկադիր կատարողը երբ որ եկել է ձեր վստահորդների տուն, դուռը ծեծել է եւ մտել է ասել է մենք վտարման գործողություններ ենք իրականացնում։ Այսինքն դա ձեր համար նորություն է։ Ոչ, մենք դրանից Դուք մեկ օր ունեք առաջ օրինական տեղեկացված ենք մի վարքան հենց ներողություն։ Ունեք որ առաջինացյալի դատական ակտ, որտեղ վեճ եք ունեցել գույքի հետ կապված։ Առաջինացյալի դատարան բավարարումա ձեր վեճը։ Այսինքն որպես բան հայցվորը կամ պատասխանող էական չի։ Դատական ակտը վերջնական կայացումը ի վնաս ձեզ։ Դուք դեր դատական ակտը կայացված ժամանակ տեղեկացված եք, որ ես ասեմ պիտի ազատեք, սա ձերը չի։ Դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ։ Հայցվորը կատարողական թեև տրամադրելու դիմում է ներկայացնում։ Երկու շաբաթ այդտեղ եք կամավոր կատարելու ժամկետ ունեցել, չեք կատարել։ Դրանից հետո երրորդյա ժամկետում կատարողական թերթը ներկայացում է հարկադիր կատարման։ Հարգելի պարոն Ջահանգիրյան, այդ ժամանակ հարկադիր կատարողը եւս 10 օր ձեր ժամանակա տալիս ինքնական ազատելու։ Էլի չեք կատարում։ Հիմա ինչ չեք բողոքում։ Հարկադիր կատարողը Կարելի է լսել, կարելի է հստակ եմ ձեզ։ ինչի հարցը լսել, պատասխանը։ Ձեզ իր որոշման մասին օրենքով եթե դուք կարդաք, առաջին կետում նշված է. արձերն ծանուցման հնարավորության դեպքում արձերն է ծանուցում։ Հիմա ուզում եք ասեք միջև ես պահ ծանուցված չեք։ Երեք եք ծանուցել ազդար կետեյմից։ Հարկադիր կատարող հիմա եմ ծանուցում։ Տուր որոշումը հիմա կով ծանուցվել ու օրինական պահանջած կատարող։ Հա, հիմի ենք ծանոթ, բա միջև մի ինչ էր արվում։ Ծանուցված են մարդիկ, բայց եթե հիմա է ծանուցվում, ի՞նչ նախնի։ Գրերեք, միջև հիմի ինչ էր արվում, բա։ Որտեղ ասում երեք եմ ծանուցում։ Չէ, ես կարամ ասեմ միջև հիմի ինչ էր Հիմա արվում։ ասում եմ ծանուցվել եմ, չէ՞։ Երեք ծանուցվել եմ, բառացի ասում։ Ասեմ միջև այս պահ ինչ էր արվում։ Ծանուցվել եմ։ Գներեք։ Բնութագրե՞ն։ Ես ինչպես դիմեմ։ Գնել։ Գնել ջան։ Նոր բառացի ասեց ես երեք ծանուցվել եմ։ Մի հատ կատարողական հարկ։ Ջորջան, եկեք առարկայական առանց որևէ ցույց տալու որ հարկադիր կատարման ազդարար կետեյմով ցույց տակ 4 ծանուցում։ Հարկադիր կատարողական ծառայությունը շատ բան չի անում, հեսա վերջում ես կասեմ։ Հարկադիր կատարողի իրավասություն ունի արձեր Այո, եւ պատշաճ ճանուցումը։ Հիմա ձեզ ասում եմ, որ պատշաճ ճանուցումը ապավել եք։ Հարգելի պատշաճ ծանուցված փաստաբան։ Ուղղակի գնելին իմաց կտամ ավելի ճիշտ կլինի։ Ես Վահուտի ներկայացուցիչ եմ։ Ներկայացնում Կարեն Ստեփանից ճայրը։ Շատ լավ։ Եք նաև ինձ ներկայացնում Պավիլ Մելիքբեկյան։ Շատ լավ։ Գիտեք ինչի համար ձեզ չշեշտեցի, որտեղ դա ձերն է կողմից ներկայացված դիմումն է,
ողջամիտ է եւ ենթադրելի է որ դրա մասին դուք տեղեկացված եք։ Պարոն Մելիքյան, ես խնդրում եմ դուք ցույց տաք ազդարակետեով 4 ծանոթությունները, որը հրապարակային հայտարարեցիք, որ 4 վարույթներով ծանոթություն պատշաճ իրականացվել է։ Կոմպը բացեր սպասում ենք, ցույց։ Երբ որ բացեք դուք ծանոթման հետ կապված կատողական վարույթի մասին օրենքը, կետերից առաջինում կլսեք կտեսնեք որ արձանագրության տարբերակ է եւս գոյություն ունի։ Ծանոթել եք արձերն, ցույց տվեք ապացույց, որ արձերն ծանոթել եք, պարոն Դուք Մելիքյան։ ծանոթված եք, հարգելի Հա, չեմ պահանջել, կարեք տեսեք 1, 2, 3, 4 կատարողական վարույթներ, որը որ տեղեկացված չի, փաստաբանը Դե չկա ազդարարում։ տվագրված, չտեղեկացված է, չէ, ծանոթված է։ Դե չկա ազդարարում։ Հիմա ձեզ ուղիղ ասում։ Հարգելիներս, ազդարարը լրացուցիչ ծանոթման ձև է։ Լավ, մյուս ծանոթման հիմնական ձևը որն է։ Ծանոթման հիմնական ձևերից ամենագերադասելին արձերն ծանոթման ձևն է։ Արձերն ծանոթվել է։ Արձանագրությունը կա։ Ձևը, ուրեմն Խնդրում եմ ցույց տվեք, չեմ նկարի, հանգիստ։ այսօրվա մեր արձանագրությունը։ Պարոն Սարգսյան, հրապարակային պետքա ծանոթ չի, պատշաճ ծանոթություն չի Հիմա ապահովում։ ձեզ ուղիղ ասում եմ, կարող եք դուք կարդալ, ես բարձրաձայն չկարդամ։ Կարելի է։ Ես վերցնում եմ գնում եմ։ Չծանոթված պարտապանի հայտարարություն, ասա։ Վերաբերյալ տրվեց հետև, էդի տրվեց ձեր կողմից, ստորագրությունը կա։ Էս ինչա պարոն ջան։ Ալբերտ Ստեփանյանն է, որը այսօր հայտարարել է, որ ին վեշը ես կտանեմ, մինչև դատարանի որոշում լինելը։ Այսինքն առանց որևէ փաստաթուղթ պահանջելու, դուք հայտնում եք, որ մենք ձեր Պարոն Մելիքյան, դուք Հիմա ասում ես եք, ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ ես ես ուղիղ ասում եմ, Պարոն վտարումը կարող եք Ջանգիրյան, իրականացնել ուղիղ հարց եմ։ պատշաճ ծանոթումից հետո։ Դուք ասում եք, որ մյուս Հիմա 3 մինչև վարույթներով ես մենք ունենք Այդ երբ է եղել այդ արձանագրությունը։ մինչև դատարանի որոշում լինելը։ Այսօր։ Այսօրվա մասին։ Այսօր տրվել է, որ ինչ տանում ենք։ Արձանագրություն, այո, մենք տանում ենք ազատում ենք։ Այսօր եք տվել, էդի օրենքի մեջ է մտնում, հա, ինչ որ ժամեր օրենք չի Սպայի ասում։ ծանոթում եւ գործողություն ունեմ, Հա։ որ չեմ տա։ Հա։ Պատշաճ ծանոթումը դա ենթադրում է, այո։ Դուք կարող եք առանց անջիք պատշաճ ծանոթելու։ Հիմա այսօր, եթե ես եկել եմ կատարողական գործողությունները իրական Պարոն Ջանգիրյան, Պարոն Մելիքյան, Լսեք, օրենք հստակ ասում Հիմա մարդուն տնից անում եք, այսքան կարելի է գալ ասել տնից դուրս արի ու դուրս անեն։ չէ, Ինչու՞ կատարելու համար ժամկետը սահմանվել է, չէ։ Երբ։ ծանոթվել է այդ ժամկետը։ Այ հենց այդի ենք ասում։ Ծանոթվել են դրա մասին։ Հասցեում արձանագրությունը հարկադիր կատարող Չորս պարտապանների մասով խնդրում եմ ցույց տվեք, պարոն արձանագրությունը Խնդրում եմ փաստացի ցույց տվեք։ կատարել է։ Հիմա 4 պարտապանների մասով ասում ամբողջ իմնա տանում եմ։ Մնացած պարտապանների հանել եք արդեն չէ, դուրս տարվել է մնացածները արդեն։ Պարոն Մելիքբեկյան, էսի տնավարի գործ է կոչվում, էլի, որտես տես տնավարի լավ անենք դե դա։ Այդպես է կոչվում։ Ռեալ դուք եկեք ըմբեր։ Ես հիմա իմ տպավորությունն է դա։ Վաղը մյուսը կարող է ես է գործ ունենամ, չէ՞, արկադի ծառայությանը։ Հա, ես ուզում եմ հասկանամ, այսքան մարդ էլ 1000 հոգի նայում է։ Հիմա ուզում եմ այս մարդիկ էլ հասկանան, նաև դա ուսուցողական բան լինի։ Արկադի ծառայությունը, հա, այսօր եկել է, մի հատ թուղթ ծանոթել ասել է, այս պայն պիտի դուրս գաս, վեշերը սկսել է կարել է։ Այդպես չի, Այնպես 4 գործով էլ, այնպես 4 գործով, հələ որ չենք տեսնում թուղթը, ազդարարով տեղեկացված չի։ Բոլոր պարտապանների վերաբերյալ ծանոթությունները ուղարկվել են, ինքնակամ ազատելու հետ կապված ժամկետները տրվել են, մարդիկ ծանոթ։ Եղել է տեսման, պարոն ոչ ջան։ պարոն Եվ մարդաց ոչ, ուրա փաստաթուղթը։ Պատշաճ ծանոթությունները ցույց տվեք, որ պոստայով ուղարկել եք, որ ստացել են, ցույց տվեք, ջոկ ջան։ Պատշաճ ծանոթություն ենթադրում կատողական վարույթները։ Պատշաճ ծանոթությունները իրականացված են։ Պարոն Մելիքյան, ազդարար արդյունք կետեյով ցույց տվեք 4 վարույթներ, որ ծանոթել եք։ ազդարար կետեյը ամենավերջի ծանոթման ձևն է։ Ես դες Քանի վարույթ եք ազդարար կետեյով ծանոթել, քանի վարույթ։ ասում եմ, Պարոն Մելիքյան, քանի վարույթ, այս գործողությունների համար։ Քանի վարույթ եք դրել ազդարար կետեյում։ Լսում եմ ձեզ։ Չեք հասկանում։ Ասում եմ, քանի վարույթ, 4 վերջի վարույթ։ ծանոթման ձևն է։ 4-ն էլ դրել եք։ Նաև արձերն ծանոթման ձևն է։ 4-ն էլ դրել եք։ Արձերն Այդ վերջին առաջին արձանագրված չէ, բոլոր միջոցները պիտի լինեն, չէ։ Նայրա Ստեփանյանի Ամի օրենքով գրած է, որ ամենավերջինը ինչից հետո վերջինը։ լավ։ Գորիկ Ստեփանյանին ծանոթել եք արձերը։ Գորիկ Ստեփանյանին ծանոթել եք արձերը։
Սա զարի հայտարարությունը։ Սա հայտարարությունն է։ Հայտարարությունը վարչական ակտ չի։ Վարչական ակտը որոշումն է։ Հիմա դառա որ ազդարարում 4 ֆարուտներ դրած են, հիմա դառա հայտարարություն չի։ Պարոն Մելիքբեկյան, ես որպես Դե մանիպուլացնում եք, էլի։ Հիմա ես Պարոն Մելիքբեկյան, ասեք որ մանիպուլացնում եք, հիմի հարմարացնում եք։ Իսկապես հարմարացնում եք։ վարույթները Էսի ինչ եք հիմա ցույց տալիս։ Հա ձեր մոտ Որոշումը, պարոն Մելիքբեկյան, ազդարարի հայտարարություն։ Ահա, որը ասա։ դրանից բացի որոշում տեղակայել Ազդարարի եք։ հայտարարության մեջ Որոշումը կցված է։ Ես կարող եմ ձեր հայտարարությունը վիճարկել որպես վարչական ակտ։ Կարող եմ կցված որոշումները կա։ կցված որոշումը վարչական վիճարկման ենթակա ո՞րն է։ Պարոն Մելիքբեկյան, Եվ թվագրված կատարական վարույթների Ախր դուք զրկել եք փաստաբանին իր աշխատանքի իրականացնելու հնարավորությունից։ Եթե զրկված Կարա վիճարկի, թե չէ։ Կարա վիճարկի։ Բա ես վիճարկման առարկա է, պարոն Մելիքբեկյան։ մարդու Վիճարկման առարկա է։ Որոշումն է, չէ՞։ Կցված որոշումը թե որոշումները։ բոլոր որոշումները Ցույց տվեք, որ 4 որոշումները կցված է։ Պարոն Հիմա Մելիքբեկյան։ դուք էլեկտրոնային փաստաթղթի տպված տարբերակը մեր մոտ կա, թվագրված 4 կատարական վարույթներով Պարոն Մելիքբեկյան, որոշումը ցույց տվեք։ Եվ նշված բոլոր պարտապանների անունները, ինչպես նաև այն անձանց անունները, ովքեր որ պիտի Պարոն Մելիքբեկյան, 4 որոշում տեղադրել եք ազդարարքի Հիմա դեմ։ ձեզ ուղիղ ասում եմ, մարդիկ հայտարարությամբ ծանոթվել են, ինչ վերաբերում Ցույց տվեք, որ Գորիկ Ստեփանյանը Խնդրում եք, ծանոթվել է։ պարոն Մելիքբեկյան, ցույց կտա։ Չեմ հասկանում։ Գորիկ Ստեփանյանը չի ծանոթվել։ Հիմա Ցույց ձեզ տվեք։ ասում եմ, ուր է Գորիկ Ստեփանյանը։ Այստեղ է, տարածքում է։ Ամեն ինչ ցույց են տալիս բացի դրանից, լուրջ է բացի։ Արկադի կատարով եկել է հասցել։ Այո։ Գորիկ Ստեփանյանը ինչ որ փաստաթուղթ պահանջել է իրանից։ Դուք Գորիկ Ստեփանյան տեսել եք, որ ծանոթ եք։ ներկայացուցիչն եք։ Ես Կարեն Ստեփանյանի, Գորիկ Ստեփանյանի, Ալբերտ Ստեփանյանի, Նայրա Ստեփանյանի ներկայացուցիչն եմ։ Լիազորագիրը Որտեղ նշված է բոլորի ներկայացուցիչ։ բոլորին այս պահին մոտս չի, Կարեն Ստեփանյանի մասով ունեմ, կատողական բարիքով իրավունք ունեմ հարցը տալու։ Կարեն Ստեփանյանը ծանոթվել է, Կարեն Ստեփանյանը ծանոթվել է, Կարեն Ստեփանյանի մասին հիմա անունները ես չեմ նշում։ Կարեն Ստեփանյանի ներկայացուցիչն Ցույց տվեք Կարեն Ստեփանյանը ազդարարով, բանավոր, գրավոր, ձեռքը տալով, որևիցե կերպ որ ծանոթված լինի։ Այո։ Կարեն Ստեփանյանը ուր է եկել այստեղ ծանոթությունը իրականացնել։ Հիվանդանոցում։ Հիվանդանոցում, ոչ։ Իրաց հասցեի բնակիչները եւս չեն տեղեկացել, Կարեն ջան, այսօր գալու ենք կարող իրականացնել։ Հիմա այստեղ է, եկել է, այստեղ է, ծանոթված եկել է։ Եկել է, Ծանոթված եկել է հիմա։ ումից ինձնից հարկադիր Հիմա կատարում։ ծանոթված եկել է փաստացի։ Ես ասում հարկադիր հասցեի այցելություն ապատարել։ Բաչ ուրեք այդ Կներեք, դուք հարցերը չեք պատասխանում, խնդրում եմ միջամտեք, էլի։ Ցույց տվեք այդ ապացույցները, ժողովուրդ։ Ինչ ապացույցներ Որ դուք ասում եք հայտարարության տեքստ եք տեղադրել ազդարկետին, հայտարարության տեքստը վիճարկման ենթակա չի։ Վիճարկման ենթակա է որոշումը։ Հայտարարության տեքստի տակ դրել եք մեկ որոշում, եւ այդ որոշումը վիճարկվել է։ Պարոն Մելիքբեկյան, ասեք, որ այդ հայտարարության տեքստի տակ դրվել է 4 կատարողական վարույթների որոշում։ Հայտարարության տեքստը երբ որ տեսել եք, արգելի փաստաբան, որպես իրավաբան եմ ձեզ ասում։ Լավ։ Դուք գիտակցել եք, տեսել եք, որ կցված է օրինակի համար մեկ կատարողական վարույթի որոշում։ Տեսել եք թե չէ։ Մեկ որոշում եմ ունեցել, մեկ որոշում եմ վիճարկել։ Երբ որ մյուս 3 որոշումները Հիմա կպարճան ձեզ ասում եմ, ուղիղ ասում եմ։ տեսել եմ, որ 3 որոշում կա, այո։ Խնդիրներ երբ որ լինում են, խնդիրներ երբ որ առհասարակ ձեր աշխատանքային պրակտիկաներ են։ Էլի դա որ եկել եք ուրիշ քննարկել։ Այո, իհարկե։ Միշտ Երբ որ բավարար։ տեսել եք մի հատար եւ որոշել եք այդ մի հատը վիճարկեք։ Այո։ Օրինակ եմ ասում, ես չգիտեմ մի հատար է թե 5 հատար է։ Տեսել եք որ թվով 4 կատարողական վարույթներն են նշված։ Այո։ Որպես իրավաբան գիտեք, չէ՞ որ ամեն կատարողական վարույթ։ Ես հիմա դատական, ես հիմա որոշման Գիտեք թե չգիտեք։ Ամեն Ես գիտեք թե չէ։ Ես հիմա ունեմ 3 հատ կատարողական Հիմա վարույթ։ մի վարքյան, մի ընդհատեք։ Գիտեք, տեղեկացված եք որ պիտի լինի 4 հատ, որտեղ 4 կատարողական վարույթ է հայտարարության մեջ նշված, թվագրված։ Դուք որպես նաև նախկինում իրականացրել եք կատարողական վարույթի կողմերի շահերը։ Տեղեկացված եք, չէ՞ որ արկադիր կատարողը ինքնակամ կատարելու համար ժամկետ է տալիս։ Ինչ այլոց որ ամսակից սկսված եք ներկայացուցիչ։ 2020 թվականից։ Այսինքն առաջացյալի դատարանում դուք եք պարտվել։ Ներկայացուցիչ եք եղել։ Այո։ Դե հիմա ինչ եք ուզում։ Հիմա ես ասում եմ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կասեցված է ձեր գործողությունը։ Դա կապ չունի։ Առաջինացիան, հա։ Առաջինացիան ներկայացուցիչ։ Հետո քանի ացանա ֆրացը գործի, մի առաջացան ինչ Մեկը է։ մյուսի հետ կապ Չէ, չունի։ կներեք,
Կներեք, այն որ մեր դատարաններում ինչա կատարում, ցավս գիտենք։ Դատական ակտի Բոլորը պահանջը մեղավոր են բացի Չէ, Դատական ակտի պահանջը չէ, մարդը ասում է, այդ 4 բանն էլ չի տվել։ Պարոն Ջանգիրյան, բոլորը մեղավոր են բացի ձեզ։ Պարոն Մելիքյան, կիրառված Պաշտպան ծանուցումը իրականացված է։ Հարկադիր կատարողը վտարման մասին որոշումը ինքնական ազատելու ցույց տվեք, պարոն Հիմա Մելիքյան։ անդադմի ընդհատեք, թողեք շարունակեք։ Հարկադիր կատարողը, երբ որ ձեզ տալիս է ինքնական ազատելու ժամկետ, ժամկետի ավարտից հետո ձեզ վտարման մասին ծանուցելու հետ կապված, Վտարման մասին որոշում։ որոշման ծանուցելու հետ կապված, որպես այդպեսին պարտավորություն չունի 10 օր առաջ պիտի պատվի ծանուցի, թե հենց այդ պահին։ Այո, պարտավորություն չունի։ Պարտավորություն չունի, Կա 4 վարույթներով այդ որոշումները։ Պարոն Մելիքյան, հիմա հայտարարեք 4 վարույթներով այդ որոշումները բերեք եւ ցույց տվեք։ Այսինքն որոշումները 4 վարույթներով, որտեղ ասում եք 1493 բացիկայել։ վտարման որոշումներ։ Այո, մյուս 3 վարույթներով վտարման որոշումներ։ Բերեք եւ ցույց տվեք։ Ոնց որ քիչ-քիչ սկսում ենք իրար հասկանալ։ Ոնց որ քիչ-քիչ սկսում ենք հասկանալ իրար։ Վտարման որոշումները, վարույթ հարուցելու որոշումները առանձին վարչական ակտեր են։ Բնակարանից վտարելու որոշումները առանձին վարչական ակտեր են։ 4 վարույթով ցույց տվեք, որ որոշում կա։ 4 կատարական վարույթներն են։ Այո, Վտարելու մասին որոշում, կատարական վարույթ։ այո։ Չէ, կոդերը կարդացեք, պարոն Մելիքյան։ Կարդացեք, այստեղ կարդացեք համարը, կատարական վարույթի։ 709 չէ, բացեք։ Չէ, մի Ես չեմ նկարում, հանգիստ բացեք, թուղթը չեմ Թվերը նկարում։ կարդացեք ու որոշումները կարդացեք։ Այստեղ կարդացեք որոշման համարը։ Պարոն Մելիքյան, կարդացեք վտարվելու վերաբերյալ որոշումը։ 12:00-ին, որ նշանակված է վտարում։ Կարդացեք։ 800 կարդում եմ։ Այո, ու որտեղ է նշված, որ կատարվում է 12:00-ին վտարում։ Ժամ 17։ Անձանց անունները գրված է։ Այս որոշումը կողմին հասանելի եղել է։ Այս Այս որոշումը կողմին հասանելի եղել է։ այդ կողմին ինքնական ազատելու ժամկետ ծրվել է։ Սա հասանելի է կողմին հենց հիմա կողմ։ Ո՞վ է ասել, որ սա ես պիտի 10 օր առաջ տամ քեզ։ Ես Դա ասա։ Լավ, հենց իմի է տրվում։ Մարդու վեշերն ուրա։ Ո՞վ է տարել միջև մեզ վեշերը։ Գասպեք հենց իմի։ Երբ որ գալիս են հասել, ժամանակ էլ են ծանուցում։ Այդ ժամանակ ասած չեն ծանուցել։ Նաև տեղեկացնում են, նաև Չեն ծանուցել կակրաս այդ ժամանակ։ այսօրվա մասին ձեզ չեն ծանուցում։ Ոչ։ Այսինքն Այս բաղ 800 բառ չեն ծանուցել։ Բա դուք 800 բառ ես այս Դուք որպես ներկայացուցիչ Կոմպը բացի։ Ինչպես։ վարույթով պարտապանի ներկայացուցիչ եք։ Ես չգիտեմ 800 բառը որ պարտապանի վերաբերյալ է։ Կարենի ներկայացուցիչն եք։ Այո։ Կարելի ներկայացուցիչն է։ որ ձեզ չեն ծանուցել, խիչ եք ձեր։ Պարոն Ո՞վ է Մելիքյան։ ասում որ չեն ծանուցել։ Հասը պիտի գա, ուրա եղել է ոչ կապ։ 793 որոշման մեջ։ Բաց, այրեկի միլիարդավոր կանգնում է բացը։ այստեղ։ Վստահորդը կանգնում է այստեղ, ինքը ներկայացուցիչն ասում է ես չեմ։ Պարոն Մելիքյան, եկեք գործը, հիմի նայեք։ 793 որոշման մեջ նշված է Կարեն Մենք Ստեփանյանի հասկանում ենք իրար։ Այո, Կարեն Դե երբ որ Ստեփանյանի հասկանում ենք, ես ես ուղիղ ասում եմ։ Երբ որ հարկադիր կատարող այսօր ձեր դուրը տան դուրը ծեծել է, այս որոշումը իր մոտ է եղել։ Հենց այսօր է, հենց այս պահին ինքը իրավասություն ուներ ձեզ ծանոթելու։ Գորիկ Ոչ Ստեփանյանի մեկ ծանոթել է։ ձեզ, ոչ մեկ չի ասում, որ 10 օր առաջ սա պիտի տրվի ձեզ։ Սա չէ։ Okay, պարոն Մելիքյան։ Դրա մասին եմ ես Սա չէ։ Հիմի այն մարդը Կատողական վարույթ հարուցելու եւ պարտապանի ժամանակ տրամադրելու մասին որոշումը։ Ահա։ Ստացել է Գորիկ Կարեն Ստեփանյանը։ Ստացել է։ Արգելիս, դուք այս մարդկանց շահերը ներկայացրել եք Ստացել է։ դատարանում։ Ես ամեն ինչ արել եմ։ Դուք այս մարդկանց շահերը ներկայացրել եք դատարանում։ Դուք որպես ներկայացուցիչ, եթե գիտեք վարչական ակտը ձեր վստահորդին է վերաբերելի, պարտավոր եք տեղեկացնել նաև ըստ օրենքի։ Այսինքն դուք ուզում եք հիմա դուք ուզում եք ինձ ասեք, որ դուք ձեր փաստաբան որպես ձեզ փաստաբան, ձեր պարտականությունները նաև չեք իրականացրել։ Այսինքն դուք ծանոթված լինելով ձեր վստահորդին չեք արել։ Ես ուղիղ եմ ասում ձեզ, սա հիմա տալու է հետ կապված, օրենքին չի սահմանափակում, չի դրել ասել 10 օր առաջ պիտի ծանուցես։ Ես ինքնական ազատելու ժամկետը տվել եմ, հիմա էլ ասում եմ։ Այդ ինքնական տալու ժամկետը պատշաճ ծանուցված է Կարեն Ստեփանյանը, Հարկադիր կատարողը Ցույց տվեք արձանագրությունը։ Ցույց տվեք հասցեին։ Կատարողը հասցե այցելի։ Պարոն Մելիքյան, ինչ թուղթ ասած ցույց եք տվել բացի դրանից։ Ցույց տվեք, պարոն Մելիքյան։ Որ հասցե է։ Չեմ հավատում։ Որ եկել է, այո։
որ Կարեն Ստեփանյանը ծանոթվեց ստորագրել է։ Չէ, հիմա չեք հավատում որ եկել է, թե որ կարես Չէ, հավատում եմ որ եկել է։ Որտե՞ղ տեղեկացված եք, որ Ձեր եկել է։ ասվածը չեմ Հիմա վերցնում, չեմ- բայց չեմ հավատում որ Կարեն Ստեփանյանը ծանոթվել է։ Մի հատ ուղիղ հարց եմ տալիս։ Պարոն Մելիքյան, ցույց Ձեր տվեք տարիների պարտված դատական ակտը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար այսօր դրել եք, ասում եք, չգիտեմ, այս թուղթը այսպես ա եղել, այդպես ա եղել։ Պարոն Ներկայացրել եք Մելիքյան, հաղորդում։ դատական ակտ Հարգելի կատարում փաստաբան, ներկայացրել եք կասեցնելու։ հաղորդում։ Ներկայացրել եք։ Հիմա ցույց տվեք, որ կասեցումը, Կարեն երկրորդ Ստեփանյանը կասեցումը։ ծանոթվել է, ցույց Հաղորդում տվեք։ ներկայացրել եք։ Ես իմ իրավունքների իրացումը Դե պատճառ գիտեմ, իրացրել պարոն եք, հիմա ձեզ Մելիքյան։ ասում եմ ուղիղ։ Այն ինչը որ ես ծանոթում եմ, ինչը որ ծանոթում եմ, Կարեն Ստեփանյանը, Ցույց տվեք։ ով է այդ հարցում գրել որ հասցեի ամբողջ գույքի հիմնը։ Ցույց տվեք ով է գրել։ Արձանագրության մեջ ո՞ր է։ Եկեք ես լուստել էլի Հակոբ մանրից։ Հակոբ, Իսկ միջև այդ ինչ է գրել։ Այսինքն, միջև այդ ինչ ա գրել։ Մի հատ արձանագրությունը ամբողջությամբ նայեք։ Ինչ ա գրել։ Ասեց մի սենյակն է ինձ պատկանում վերևի։ տենց է գրած։ Արկադիր կատարողները, աշխատողները հայտարարեցին, որ տանելու ենք Եղվարդ բացօթյա այս գույքը։ Արիկ Կարենը այստեղ չէ Ստեփանյան հիվանդանոցում է։ Արիկ դու տար քո մոտ հայտարարի որ քոնն է, ստիպված մարդը ասելա որ իմնա տվեք տանեմ, բայց մինչև այդ Կարեն Ստեփանյանը հատելա որ վերևի հարկն է ինձ պատկանում։ Ես որպես Կարեն Ստեփանյան լիազոր ներկայացուցիչ մասնակցել եմ վարույթին, խնդրել եմ կատարի գույքագրում, մինչև Կարեն Ստեփանյանը կգա։ Գույքագրումը կեսից ընդհատել են, չեն իրականացրել։ Ես եղել եմ Կարեն Ստեփանյանի ներկայացուցիչը, գույքը պատկանում է Կարեն Ստեփանյանին ամբողջ շարժական եւ իր կողմից որպես լիազոր ներկայացուցիչ հայտարարություն եմ իրականացրել, որ կատարեք գույքագրում։ Վախի չի արվել։ Հիմա ինչը որ տեղափոխում են պարոն Մելիքյան, գույքագրվում է, պահանջել են գույքագրում իրականացվի։ Տեղափոխում է, գույքագրված այն գույքը։ Չէ, գողնում են մարդիկ, ոչ չէ։ Մարդեր հիմա իրենց համար տանում են դուել։ Եվ Ալբերտ ասում է ես եմ գործում։ Ախր Ալբերտինը չի սա, հիմա դրսից Ալբերտը ինչ կապ ունի այս ութար վարույթի հետ։ Ալբերտը դու իրա վարույթով ասել։ Հասցեի բնակիչ, հա։ Եթե Կարենը ասում է ես հասցեի բնակ Հետ կապված վտարմակատար։ Այսինքն եթե Ալբերտը ասում է իմ գույքը ամբողջը իմն է, Իրանն է, եթե Կարենն ասում է ամբողջը իմն է, ուրեմն Իրանը չի։ Կարենն ասում է ամբողջ գույքը իմն է, իմ վտարումը կասեցված է, մի տարեք։ Ասում եք չէ, Կարենը պիտի վտարվի նաև մյուս վարույթի կատարմաշ։ մյուս վարույթի կատարմաշ ճանաչներում։ Իսկ այն մյուս վարույթը մնում է, ես այդ վարույթների եմ ասում, դուք ես նրա ամբողջ խոսակցության ընթացքում նաև նախորդիվ ինչ է 4 վարույթ հարուցել։ Մեկ դատական ակտով ինչ է 4 վարույթ հարուցել։ դուք այնքան չեք դիապետում ձեր գործողություններին։ Չհարցնում Դե լավ, դե չեք ասում ազնական բնութագրերին։ Հարցերա տալիս չեք պատասխանում, դուք եք ասում չի բանանում։ Չպիտի տակ որպես իրավաբան։ Ես գիտեմ դրա պատասխանը, ձեզից եմ ակնկալում։ Հստակ ասում, ամեն կատարական, ամեն պարտականով ծրում առանձին կատարական թեր։ Կատարական վարույթի Ամեն պարտաբանով տվել եք ծանուցում, որոշում վտարելու վերաբերյալ։ Զետեղվածա, զետեղվածա, ինչը արված ցույց կտակ, որ զետեղվածա։ կատարում ենք վտարման գործողություն։ Ցույց կտակ, որ զետեղվածա, պարոն Մելիքյան։ Ցույց տվեք։ Ուրեմն լսեք, Ցույց ազնարը տվեք։ հարգելի փաստաբան։ Ախր լավ, վերջինն է, վերջինով ցույց կտա։ Վերջի ծանուցման ձևն է։ Okay, ցույց կտա։ Ծանուցման ձևը աշխատում է, հարկադիր կատարող հաջորդի։ Պարոն Մելիքյան, վերջին ձևով ցույց կտակ։ Գնել ջան։ Ամենավերջին ձևով, պարոն Ամեն Մելիքյան։ ինչը։ Պաչաճ, ես իմ մարդ կանգնած տեսնում պաչաճ բան չկա, մի երկու բան արանքը պաչաճ։ Հələ եթե մի հատ էլ դրան գումարենք, որ ձեր ներկայացուցիչը ասում է, որ ինքը չի ներկայացնում հարկադիր ծառայություն, դա вообще գժանոց է կանգնում։ Չէ, ես լուրջ եմ ասում, եթե կա սկզբից կարող եք Պրիտոմ կասկածի տակ է դնում, թե որպես քաղաքացի ես հարցեր տալու իրավունք ունեմ, թե չունեմ, իմ իրավունքների մասին ես պատմում։ Խնդրում եմ, ասեք, պաչաճ, պարոն Մելիքյան։ Պարոն Մելիքյան, որ օրենքի հիման վրա։ Ասեք, Հարգելի պարոն Չէ, ասեք, հղում կատարեք այդ օրենքի դրույթի, որ 23:35-ին կարող եք կատարական բոլոր կատարողական գործողությունները, որը կարողանիշ է վերջացնել, արտադրիչ կատարող կարող է կատարել վերջացնել։ ժամը Ժամը կապ չունի։ Սա 00-ից հետո շարունակվում են կատարողական գործողությունները, որոնք որ պետք է շարունակվեն։ ցույց կտակ այդ հիմքը, ցույց կտակ։ Հիմա ես ես այստեղ դասախոսություն չեմ կարդալ։ Վեճի դասախոսություն կտակ 23:00-ն է։ Կարեն այս բանվորները աշխատում են ժամը 12:00-ից։ Ձեր բանվորներն են, դուք եք հետները պայմանագիր կնքե բերեք։ Արձանագրեք, որ բանվորների աշխատանքային իրավունքն է նաև խախտվում, շուրջ
12 ժամ աշխատում են։ Ինչի համար է 12 ժամ աշխատում։ Այս արդեն որերտ մեղադրանք է, պարոն Մելիքբեկը։ Վերջացրեցիք ծառայությունները, վտարումները անցած։ Էդ էլ է ձեր գործը։ Չեղած մեկ 23:00 Բոլոր հաղորդումները 24 ժամ մնացեք այստեղ աշխատեք։ Այն մարդկանց ինչի եք 12 ժամից ավել պահել։ Աշխատանքի տեսչակամարնի խնդրում եմ այս մասով էլ արձանագրի, որ բանվորները ու գույքագրումներ չեն իրականացրել, գույքը տանում են։ վնասելով գույքը վնաս։ Ոչ ես ճիշտ հասկացա, որ որոշումները ցույց չտրվեց։ Ես ուստակ ասում եմ, թող հարկադիր կատարողը Չէ, ծանուցումը։ Ծանուցման հետ Ցույց կապված տվեք։ ասեցի, ծանուցման Խնդրում եմ պարոն Մելիքբեկյան, ցույց կտակ գնանք։ մենք ճիշտ չենք հասկանում իրեն։ Ընդհանրապես մաքսիմում ճիշտ ենք հասկանում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ։ Հարկադիր կատարողը, երբ որ տալիս է կամավոր կատարման ժամկետ, որից հետո կայացնում է հարկադիր վտարելու մասին որոշում, եթե պարտապանը չի օգտվել այդ ժամկետից հնարավորությունից տրված եւ ինքնական չի ազատել, հարկադիր կատարողը կայացրած որոշումը կարող է ծանուցել արձեռ։ Արձեռն կարող է ծանուցել ցանկացած պահի վտարման կարգավորությունից սկսվելուց առաջ ընդհանուր միջև։ 4 էլ ծանուցված է։ Լինելով 4 պարտապանի համենայն դեպս ինչով որ 4 էլ ծանոթ։ ներկայացուցիչը հարգելի փաստաբանը, ով որ դատական ակտերը պարտվել, օրինական ուժ է ստացել եւ եկել է այս հասցրել է այս Կապ չունի ուրա եկել ինչ եկել, հարցնում եմ։ ինքը որպես ներկայացուցիչ ծանուցված լինելով ուզում եմ մեզ ապացուցի, որ ինքը Եթե ծանուցված է, ուրեմն օրինակը ձեր մոտ կա, ճիշտ է։ Իր վստահորդների, եթե ծանուցված է, ապացուցի Ուրեմն ձեր մոտ կա։ Խնդրում ենք ցույց տվեք։ Ես ցույց տվեցի դիմումը, որը որ ներկայացրել էր։ Փաստաբանի դիմումը, Ցատա դիմումը ուրիշ բան է։ այս դիմումը ասում եմ ես ծանուցված եմ։ Այո, ծանոթված եմ, որտեղ Տեսեք, պարոն Մելիքբեկյան, քաղաքացին, շատ բաներից կարա տեղյակ լինի, բայց երբ որ օրենքը կա, թե ոչ պիտի տեղի ունենա, ուրեմն դա պիտի տես տեղի ունենա։ Դիմի ասում եք, ցույց տվեք, որ չորսն ծանոթված է, ասենք որ մարդը գիտի։ Մարդը շատ բան գիտի։ Արձեռն ծանուցման միջոցով։ Պարոն Սարգսյան։ Արձեռն ծանուցումը Արձեռն ծանուցում, երբ որ հարկադիր կատարողը 4-ն էլ արձեռն ծանուցում է։ Ձեզ ասում եմ, երբ որ հարկադիր կատարողը գալիս է ձեր տուն, Արձեռն տալիս է, գործողություն կատարելու, ձեզ ձեր իրավունքները, պարտականությունները Ես հասկացա պարոն։ Այսինքն ձեր տուն եկել են, ձեր ներկայացուցիչը կանգնած Ցավտան գործով իմ տունը ես եմ, բայց դեռ գործով 4 գործ է։ 4 էլ ծանուցված է։ 4 անձանց ներկայացուցիչը հասցեյով։ Ցավտանում 4 էլ ծանուցված է։ Բանը որ բարձրն է։ Բոլորը ծանուցված։ Հայտարարություն են տեղակայել, 4 վարույթների համարները նշել, մի վարույթով որոշում տեղակայ, այդ որոշումը բողոքարկվել է։ Մնացած 3 վարույթով որոշում չեն տեղակայ ազդարկետեմով։ Պատասխանատուերեն հայտարարում է պարոն Մելիքբեկյանը, թող ցույց տան ազդարկետեմը, հնարավորություն ունենք համակարգիչը, որ 4 որոշումներն էլ տեղակայվել է։ Ազդարակետեյում Ալջանգերյան 4 որոշում տեղակայելու առաջնությունը նույնիսկ չկա։ Հարկադիր կատարող Հեղումը կասա։ Ասցե կատարվել, ացել։ Հա ծանուցման մասին 25 հոդվածը նշեցիք։ Որ կատար։ Հերթականությունը նշված է։ Երբ է դնում ազդարար հարկադիր կատարող։ Ցույց տվեք, որ Գորիկին, Կարենին, Ալբերտին Օրիկին, Կարենին, սպառել եք մյուս ծանուցման եղանակները, որից հետո անցել եք էլեկտրոնային։ Ալբերտը Հարկադիր կատարողը երբ որ ասցեի այցելությունա կատարել, Ցույց տվեք, որ եկել եք հասցե Կարենին ցույց եք տվել։ Հարկադիր կատարողը երբ որ եկել է հասցե, տան անդամներից ծանուցել է, հա, որ եկել է։ Բոլորին հետաքրքիր է, չէ՞ ինչի համար հարկադիր կատարողը եկել։ Կազմել է արձանագրություն, որտեղ ինքնական ազատելու ժամկետ է։ Ինքնագործունեություն։ Տան անդամը Դե տենց է ստացվում, պարոն Եթե Մելիքբեկյան։ տենց է ստացվում, Ասեմ ինչ։ ասում է այո եկել։ Ասեմ ինչ, ես տեղ արդեն որպես քաղաքացի պատկերացում եմ ասում։ Չէ, կարող եմ որակավորտավոր չեմ կարող։ Դա իրավունքի մեջ է։ օբյեկտիվ թող լինի։ Հենց հիմա օբյեկտիվ որակավորում եմ տալիս իմ խելքով, առանց ոչ մի բան լսելու։ Ես ոնց հասկացա, 4 քաղաքացի կան, 4 գործ կա, 4-ը պիտի ծանուցված լինեն։ Դուք ասում եք, դե մենք եկել ենք, տան բնակիչներին ցույց ենք տվել։ Ասում ենք լավ, նու նախ տան բնակիչներն ովքեր են, չգիտեմ, ոնց եք կարծում, ով տունն է եղել իրանք տան բնակիչ են, չգիտեմ։ Եթե օրենքով, ես sense եմ մտածում, եթե օրենքով գրած է, որ պետք է անել սա, պետք է արվի դա, ոչ թե հալա մեկը գիտենը կամ
Բա որտեղից գիտին։ Դա մի քիչ իրավական բան չի, կատեգորիա չի։ Օրենքով նաև այդ ինչ որ գրված է, ցանությունները ուղարկված։ Ցավը տանում, հիմա մարդ ասում է ախպերական ցույց տվեք։ Միջոցով եւս ուղարկված է այդ մարդկանց։ Որոշումները ես ցույց տվեցի կատարողական։ Դուք կարծում եք։ Հրապարակման ենթակա չէր, որպեսզի հրապարակեն։ Թվով 4 կատարողական վարույթներով կայացված որոշումները փաստաբանը տեսավ դուք եւս։ Չէ, ցույց չի տվել ախպեր մարդ, դուք ցույց չեք տալիս։ Պարոն Մելիքբեկյան ջան, խնդրեմ դուք եւս տեսաք եւ փաստաբանը որոշումներ այս մարդը ասում է, կարեն զանգեք այդ մարդուն, ում որ ասում է, որ ինքն էլ է տեղեկացած։ Կարող է, ոնց հասկացա։ Տեղեկացված չեն։ Կարեն Չի զանգեք։ այդ մարդը։ Ահա։ Որ դուք եկել եք այդ մարդիկ հասցեում եղել են բավշո։ Հասցեում չեն ծանոթությունը իրականացված է։ Ըստ ձեզ, պարոն Մելիքբեկյան, ըստ ձեզ դուքը պատշաճ է։ Բայց իրավական տեսանկյունից պատշաճ տեսանկյունից ամեն ինչ նորմալ ծանոթված է։ Հիմա եթե ես մի բան որ դեպքում է համարվում իրավական տեսանկյունից ես պատշաճ երբ որ հիմա պիտի ձեզ ներկայացնեմ եւ դա դուք ուժ ձեր մեկ դա բանի Ժորժան, դա ձեր ուղիղ եթերով ինչ կա խոսում ենք։ Ես մանիպուլյացիա կանեմ դեժե կամ դուք, սա մարդիկ գնահատական է կտան։ Այսինքն ես դրա խնդիրը չունեմ, ես այս մարդկանց չեմ ճանաչում։ Ես ուզում եմ իմանալ։ Մի հատ բան հասկանամ։ Ես ուզում եմ մի բան հասկանամ։ Այս տունը այս մարդկանցը չի գնել ջան։ Այս զուտ մարդկային։ Չգիտեմ, ցավը տա, ես առաջարկում եմ որտեղից չեմ ճանաչում։ Հասարակության գնահատական եք, չէ՞ ուզում հասկանալ։ Դուք պահանջատերն եք։ Հիմա օրինակ այդպես են վերում։ Դատական ակտով հաղթել եք, ունեք վեճ։ Հաղթել եք։ Տունը ձեր սեփականությունն է։ Առաջացանը կրել եք։ Դատավորը ինքնական ազատելու ժամկետը տվել է։ Հարցվել է կատարողական վարույթ։ Հարկադիր կատարող ինքնական կատարման ժամկետը տվել է։ Եկել է վտարման կատգործողություններով որոշում ենք, որ դուրս չեն գալու, որտեղ խնդրում եմ ծանուցումը ցույց կտա 4-ին։ Արձանագրություն, որ այդ մարդիկ ինչի որ ասեմ խեմ ասում, պարոն Մելիքբեկյան։ Հեսա վաղը որ հանգարց սա վիճարկվեց դատարանում։ Ասեմ իմ հետաքրքրությունը որտեղ է։ Շատ լավ։ Պարզ ասեմ որտեղ է իմ հետաքրքրությունը։ Ու հարկադիր ծառայության հետ շատ է տես բաներ եղել, չասեք չէ։ Հիմա եթե վաղը սա վիճարկում է, այս process-ները, հա, բնական է դա։ Նորմալ է այդ ամենը։ Բնական է, բայց մենք հնարավորինս արդյունավետ գործունեություն ենք պահում, որովհետև բյուջեից է սա գնում, իմ գրպանից է գնում։ Հիմա այս թեման որ հանկարծ իմ հետաքրքրությունը կայանում է դրանում, որ եթե այս թեման հանկարծ վիճարկում է դատարանում, ու հանկարծ հակառակ որոշում կայացվի, ասենք հանկարծ պարզվի, հենց իմ ինստեղ ամեն ինչ այնքան էլ օրինական չի գնում, ոնց որ դուք եք պատկերացնում։ Ում գրպանից է գնալու իմ։ Մենակ նրա համար, մենակ Ինչ է գնալու։ փոխհատուցում է լինելու։ Փոխհատուցում է լինելու։ Չի գնալու։ Եթե դա եք Ինչի վրա եք վստահ չի գնալու։ Մարդը բողոքարկելու է, դուք ո՞նց կարող Ես որոշել։ ձեզ ասում եմ, նախ փոխհատուցում չի գնում, այդ վիճակման հայցի շրջանակներում Ոչ չի գնում։ Ոչ, իմ ընկերներից կոնկրետ, ոնց որ հենց նոր մի քիչ առաջ էլ ետել եմ։ Կարենը կներեք։ Այդ դեպքի Ուղիղ դեպք եմ բերում։ Մարդուն տնից հանեցին, հարկադիր եկա, ինչ արեցին, չէ, ախպեր, հեսա, էսի, մարդուն տնից հանեցին։ Քանի տարի, 5 տարի դատը գնում է, արդեն դատը կրել է։ Հիմա այդ մարդուն տունը պիտի առնեն տանձերը։ Այդ եղավ իմ գրպանից է գնում։ Հետ ոչ բան գրպան, պետությունը չի վճարում։ Աճուրդը անվավեր ճանաչվել։ Չէ, հիմա դրել ենք հանրային մենք քննարկում ենք օրենքը։ Աճուրդը եթե անվավեր է ճանաչում, ցանկացած գույքը Աճուրդը անվավեր չէ, հարկադիր է եկե մարդուն տնից անելա, ես մեկը գնացել նկարել եմ։ Ամենայն հարգանքով հարկադիր ասել եմ տղեր, սենց չի լինում։ Պատկանում է Կարեն Ստեփանյանին հայտարարել եմ, գույքագրեք նոր տեղափոխեք։ Հիմա ես որպես լիազոր ներկայացուցիչ Կարեն Ստեփանյանի հայտարարում եմ, որ գույքը ամբողջ պատկանում է Կարեն Ստեփանյանին, գույքագրեք նոր գույքը տեղափոխեք։ վերցնում է Կարեն Ստեփանյանը։ Այո։ Կարեն Ստեփանյանը կտանի իր տեղը, չի տանի ձեր բացօթյա տեղը, ոնց որ հայտարարեց հարկադիր կատարողը, ասեց Եղվարդի բաժնում ունենք տեղ, որը բացօթյա է։ Լավ, Որտեղ եք տեղափոխելու պահմանը։ Պահեստային տարածք ունեք։ Ձեր աշխատակիցը այսօր հայտարարել է, որ մեր տարածքը բացօթյա է։ Ճիշտ է հայտարարել, թե չէ։ Եղվարդում տարածք ունենք։ Բացօթյա է, ինքը հայտարարել որ բացօթյա է, ճիշտ է։ Փակելու եք, ես բան չգիտեմ։ Հիմա կարող եք տեղափոխել ես գույք այդ փակ տարածք։ Գույքագրեք եւ տեղափոխեք։ Եթե տեղափոխվելու անհրաժեշտությունը կա, կլինի փակ տարածքը, կտեղավորվի փակ տարածքում, կլինի բաց տարածքում։ Այսինքն այս շարժական գույքը հերոստատուսբան բաց տարածքում ենք դնելու։ Ստատուտը բաց տարածքում չի։ Կահույքն էլ է։ Եթե անհրաժեշտությունը Կահույքը ամեն ինչը գույքագրվել է բոլոր, պարոն Մելիքբեկյան։ Ես Կարեն Ստեփանյանի ներկայացուցիչ հայտարարել եմ, որ գույքը Կարեն Ստեփանյանինն է։ Գույքագրեք մինչև վերջինս գա։ Գույքագրվել է թե ոչ։ արձանագրության մեջ մինչև Կարեն Ստեփանյանի հայտարարությունը գույքագրել իրականացված է։
Հայտարարությունը երբ որ տվել է պարտապանը, որ գույքը պատկանից ես վերցնում եմ։ Ալբերտ Ստեփանյանը, իսկ մինչև այդ ինչ եմ բարձր որ Կարեն Ստեփանյանի ներկայացուցիչն հայտնել է որ գույքը պատկանում է Կարեն Ստեփանյանին։ Ես դրա մասին տեղեկացված չեմ, այսինքն այստեղ ինչ եղել է, հիմա վիդեոյի ինձ հարցնեք։ Ես ասում եմ, ես առավոտյան եկել են ասել եմ գույքը պատկանում է Կարեն Ստեփանյանին։ Գույքագրեք։ Ալբերտի ներկայացուցիչն եք դուք։ Ոչ, Կարեն Ստեփանյանի։ Կարեն Ստեփանյանը։ Այո։ Ես Ես որ որպես Ալբերտը հայտնելա որ չպատկանում է ինձ։ Երբ որ Պարզել եք դուք ունեցել եք վարդով փաստական տվյալ որ Կարեն Ստեփանյանն ասում է իննա։ Չի արգելի փաստական։ Արագ չենք խոսում։ Լսում ենք իրար։ Երբ որ հարկադիր կատարողի մոտ հայտարարություն տալիս է Ալբերտը ներկայ։ Ոչ։ Այսինքն հայտարարություն տալու բան։ Գրավոր ներկայացրել եք, այդ ինչ որ ասում եք հարկադիր կատարող։ Հիմա ասում եմ դες որպես բաժնի ղեկավար, ասում եմ որ Կարեն Ստեփանյանի անունից առավոտյան հայտա, եթե արձանագրությունն է, սկզբից իմ արձանագրությունն է։ Եթե անհրաժեշտություն լինելու է, ցանկացած պահի երբ որ անհրաժեշտություն ծագվի, Ես հայտարարել եմ որ Կարեն Ստեփանյանի դե հիմա եթե ինժեներ իմ հետ խոսելու եք, եկեք չխոսեմ ես։ Չէ, չուզգար Ուրեմն հարգեք եւ լսեք երբ խոսում։ Ասում եմ, երբ ցանկացած կատարողական գործողությունը ցանկացած պահից երբ որ անհրաժեշտություն առաջանա, գույքագրում կատարվել է։ Հիմա հայտարարում դեպի Լավ եք, ընդհատել եք։ հայտարարում եք, հիմա ես կողմից դիպլոմատներ կլսեն, կշարունակենք։ Արեք, եկեք մի հատ ընդեղ մի հատ ամփոփենք, էլի։ Ամփոփենք ժողովուրդ ջան, ինչ է ստացվում։ Ոնց հասկացա, այնտեղ կարևոր բաներ կար ցույց չտվեցին, չէ՞։ Որ այս աթոռներն են տանելու։ Այս աթոռներն են տանելու։ Այս մեկը չտակ, խնդրում եմ, շատ լավն է։ Ջանգիրյան ջան, կարելի է մի հատ ամփոփենք։ Ժողովուրդ ջան, մի խոսքով սենց է, հարկադիր ծառայությունը, դու ինքը գիտի հերիք է, էլի են որ ոչինչ որ քաղաքացուն պատշաճ ծանուցված չի, այնտեղ եթե նշված է որ ասում եմ, դա վերջին ձերն է ազդարարը։ Հիմի վերջինն է թե առաջինն է, դա քո բնորոշումն է, թե որն է վերջինը, որը առաջինը։ Դրած է որ պիտի արվի, արա։ Սա ասես 4 որոշումները ցույց տվեց, չտվեց։ Ունենք բան, հələ Ջանգիրյանը իրեն շատ բան է պահում, էլի, ինքը այդ հարցերը որ տալիս է, պատասխանները գիտի, նույնիսկ որ չգիտի։ Պարզապես տալիս է արձանագրելու համար։ Հիմա այդ 4 հատ էլ ցույց չտվեց։ Կոմպյուտերը բացեցին, կոմպյուտերի մեջ ոչ մի բան ցույց չտվեց ծրագրային։ Բայց ասում եմ, մենք մեր գործ ենք անում ախպեր։ Մենք մեր գործ ենք անում։ Մենք կարծում ենք, որ պատշաճ ծանուցել ենք։ Մարդկա вообще հիվանդանոցում է։ Ասում եմ, գույքը իմն է, էդ էլ ոչինչ, մեկը տարվում է ու ուրիշ ձև է արվում։ Ջանգիրյան ջան, այդտեղ այդ բան արա, էլի, բան անենք, կլորացնենք թեման ու քո քայլերն էլ հասկանանք ու պիտի խնդրեմ հետևյալը, եթե սա բողոքարկվի ու հակառակ արդյունքներ լինեն, դա նույնպես պիտի լուսաբանվի, այսօրը վկա ցույց տալու համար թե ստեղ ինչ էր բանը, ինչն էր այդքան խելացի սիրուն շարադրած, ինչն էր իրավական տեսանկյունից ճիշտ, ինչը սխալ։ Բայց հիմա կլորացնենք ու չէ, մի րոպե հարցը ձևակերպեմ, կլորացնում ենք թեման ու քո հետագա գործողությունները։ Մենք ստիպված ենք լինելու հարկադիր կատարողի գործողությունների դատական ակտի պահանջների չկատարման համար հաղորդում ներկայացնելու, հաղորդման շրջանակներով վերջիներից գործողություններին իրավական գնահատական տալու, ինչպես նաև հարկադիր կատարողի դրսևորած գործողությունների արդյունքում պատճառված վնասի համար փոխհատուցման պահանջով։ Գույք են վնասել, նկարահանումները կա, ինչպես են գույքերը, օրինակի համար Ձեր մոտ կա։ Կտրելով լարերը, այո, գույքերը կա, նկարահանումները կա, որ ինչպես են գույքերը ոչնչացնում եւ դա ուղիղ իրավական հետևանքներ պետք է ունենա։ Մենք ունենք դատական ակտ, հարկադիր կատարման ծառայությունը ներկայացնում է, որ որոշումները տեղակայված են, ծանուցված են, դա պատասխանատորեն հայտարարում է, որ ազդարկ է կայքում տեղակայվել է մի որոշում, եւ մենք այդ մի որոշումն ենք կարողացել բողոքարկենք, եւ բողոքարկել ենք, մնացած 3 Այստեղ եթե 4-ն էլ լինեին, 4-ն էլ բողոքարկել։ Չի եղել 4։ Սահմանափակվել է ձեր գործողությունների իրավունքը։ Շրջանակներում մեկ որոշման, եթե 4 որոշում կար, 4 որոշման շրջանակներում պետք է 4 որոշումներն լիներ այդ հայտարարության տակ։ Հայտարարությունը տեղակայվել 4 կատողական վարույթների համար։ Այստեղ մարդիկ ասում են բողոքարկելու այցյան մնացել, հա։ Այո, բողոքարկելու այցյան մնացել է, պարզապես հետաձգված իրավունքների պաշտպանություն, այսինքն անձի իրավունքները խախտում ենք, հետո դա արձանագրում, նոր պետությունը վնասները փոխհատուցի։ Այս պահին ունենք անձի խախտված իրավունքներ, որ ունենք դատական ակտ, որը չի կատարվում,
ունենք կատարողական վարույթ որոշ ճանապարհներում գործողություններ են իրականացնում, որը չպետք է իրականացվեն։ Պատշաճ ծանոթություններն են ապահովված չի։ Հարկադիր կատարողը թող արտադրության նախարարությունը սա նաև ընդունի հաղորդում, թող հրապարակի փաստացի բոլոր տվյալները եւ բանավոր, եւ գրավոր, եւ փոստային եղանակով։ Բայց իրականությունի վերջին ձևն է, դրանից առաջ ծանոթված չի, պարոն Սարգսյան, թող հրապարակեն։ Մենք բազմիցս հարցրեցինք, ցույց չտվեցին, չունեն որ ցույց տան։ Ինտերնետը մեր ձեռքի տակ է, համակարգիչը բացենք նայենք, չկա, այդ որոշումների մասին չեն տեղեկացրել։ Կարեն Ստեփանյանի վերաբերյալ կա դատական ակտ, կա կատարողական վարույթ, կասեցրել այս վարույթի կատարողական գործողությունները։ Վարույթով կատարողական գործողությունները շարունակվել է իրականացվել։ Համբարձում ջան, չէ, շնորհակալություն եղբայր, կարիք չկա, դե ասենք ինչ անենք, ով պետական ներկայացուցիչների հետ ձեռնակռվի մեջ չենք մտնելու, այս ամեն ինչը արձանագրվեց, ես թույլ տվեք շատ շնորհակալություն հայտնեմ։ Թափել գետնին, ամեն ինչ արել Սարգսյան, տեսեք, սա ևս գույք է այն Այդ մարդու գույքն է։ Կասպիկայա, բաժակաս, տեսեք ինչ են արել, սա ևս գույք է։ Այստեղ ահռելի մեծ գույք կա, պետք է բոլորը տեղափոխեն։ Հեսա մի հատ էլ դուրս է ցույց տա։ Սա ևս արտադրության նախարարության համար արտադիր կատարման աշխատակիցը հայտարարում, որ իրենք պահեստային տարածք չունեն, իրենց մոտ եղբարդման եւ բացօթյա տարածքում ենք պահելու ձեր ամբողջ անշարժ։ Որ փչացավետի հնարավոր լինում է պահանջել։ Ինչ իմանանք, Ոնց կարա կապացեք, որ փչացել է։ Փակ տարածքում, բայց իրենք հայտարարում են, իրենք տարածք չունեն փակ պահելու։ Բացօթյա տարածքներ։ Մի րոպե, իսկ եթե այդ պարագայում տանեն պահեն, գույքը փչանա, անձրև, գարուն է, անձրևի տակ։ Հետո ո՞նց է կապացուցելու, որ դա դրանից է փչացել։ Չգիտենք։ Իրավունքներն է խախտվելու։ Փորձակնություն պետք է նշանակվի, գույքերը պետք է գույքագրվեն, հստակ հայտարարել են։ Ինչ որ հայտարարությունը, որ Ալբերտը եկի ասել է իմն է, բայց դրանից բաղուն էին տեղեկություն, որ դա Կարեն Ստեփանյանի գույքն է, որը իրականությանը չի համապատասխանում։ Եվ առանց գույքագրմանելու հիմա գույքերը տեղափոխում են։ Հա, ես եկա տեսա, սա գույքը ներքևն է։ Ստացագործություն է, այո։ Իսկ հայտարարություն տվել եք ոստիկանները ստեղ։ Այո։ Չնայած ոստիկանը ասեց, որ հայտարարություն ընդունվել է։ Էս ունենք ժողովուրդ ջան։ Չգիտեմ, շնորհակալ եմ բոլորիդ, եթերը ակտիվ դիտելու եւ տարածելու համար։ Նմանատիպ բաներ շատ են լինում, ես անկեղծ եթե լինեմ, փորձում եի հնարավորինս այս խառը իրավիճակում մթնոլորտում, երկրի ներքաղաքական իրավիճակում շատ բաների մեջ չմտնել, մի փոքր պասմանալ, հունիսի 8-ից էլի ակտիվանալ, որովհետև գիտեմ նաև, որ շատերը օգտագործելու են քաղաքական ճյուղը, ես արգելում եմ, ուղիղ հայտարարում եմ, արգելում եմ, որպեսզի սա քաղաքական որևիցե կերպ շահարկվի, որովհետև այստեղ պետական կառույցների ներկայացուցիչներ են, իմիջիայլոց արձանագրենք նաև, որ պետական կառույցի ներկայացուցիչը ասում է, որ ինքը չի ներկայացնում այդ կառույցը, կամ մյուս կողմից էլ ասում են, որ իրենք պարտավոր չեն հարցերի պատասխանել, ընդ որում adekvat հնչող հարցերին, եւ այն մյուս կողմից էլ փորձում են քաղաքացուն հուշել իրենց իրավունքների մասին լրիվ ուրիշ ուղղությամբ, բայց հենց հիմա այստեղ մարդու իրավունքները ոտնահարվում։ Լավ կլինի այդ իրավունքների մասին մտածեն եւ բոլոր պետական կառույցների ներկայացուցիչներին ասեմ հետեւյալը. անկախ նրանից թե դուք այդ տվյալ ինստիտուտի, տվյալ կառույցի որ օղակն եք հանդիսանում, դուք ներկայացնում եք տվյալ կառույցը։ Սա միշտ իմացեք տղերք։ Ամենայն հարգանքով, անկեղծ եմ ասում, անգամ եւս մի բան ավելացնեմ, անգամ այս պարագայում խնդրում եմ առանձին ինչ վերցած չթիրախավորել, ես թիրախավորելու համար չի, որ ներկայացնում եմ, անձանց թիրախավորելու համար չի, այլ կառույցի ներկայացուցիչ չի։ Անձանց չենք թիրախավորում, իրանք այդպես գիտեն, ինչ անենք, մեր պետության մեջ պետական համակարգի պատկերացումները, աշխատակիցների պատկերացումները այդպեսին են եղել։ Նման խնդիր կարող է ցանկացած մեկի դուռը հանկարծ տեղի ունենա, Աստված չանի, եւ կարծում եմ լուսաբանելու շնորհիվ եւ այս ակտիվության շնորհիվ կկարողանանք որոշակիորեն կամ կանխարգելել կամ ստիպել, որպեսզի ինչ անում են, անեն օրենքի տառին համապատասխան։ Անկախ նրանից թե ինչ տեսակ բաց կա, ինչ տեսակ բաց չկա, որտեղ ոնց է ինչա, պիտի դա հավուր պատշաճի լինի։ Մի հատ էլ իշնենք ներքևն էլ ցույց տամ, չարձանագրված
գույքը, որը որ այս ժամին աշխատակիցները տանում են, ովքեր պարտավոր չեն, այս պիտի ցույց տան, ավելավճար ստանում են, թե չէ այդ բանվորները։ Հիմա իջնենք մի հատ ներքև ու եթերը եզրափակենք։ Տեր ջան, շնորհակալություն ձեզ բարի ծառայություն։ Շնորհակալ հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Խնդրեմ հետագայի համար իմանաք, որ դուք ներկայացնում եք հարկադիր կատարողական ծառայությունը։ Իրավասու եք, պարզապես կարող ցանկություն չունենաք, այդ ուրիշ է, այն ուրիշ է, խփել է։ Ո՞վ ամ խփել։ Գագիկ Հովհաննիսյանն է ինձ։ Ո՞վ։ Հարվածը լավ։ Նատակեք Լուիսի տակ, էլ է Ջանգիրյան։ Արի Հակոբ երկու բառ ասեմ, ընդեր դեր ասեմ։ Եթերում ենք։ Չէ, արի, արխային արի։ Չէ սերևում, իմ կողքով արի։ Միշտ իմացի, ամենաչերևացող տեղը օպերատորի հետևն է։ Ժողովուրդ ջան, դուք էլ էդ իմացեք։ Եթե կադրում չեք ուզում երևակ, պիտի լինեք օպերատորի հետևում։ Սա գույքն է, որը դուրս է բերվել, չի գրվել, ոչ միտեղ չի երևում, վաղը մյուս օր, եթե գնանք Եղվարդի բացօթյա հետ տարածքից հանելու, չենք իմանալու, որը որն է ինչն է, տղերք ջան, ես կանեմ, որ չերևակ հանգիստ տղեք, հա, ես էլ ես կողմը, գույքագրում արված չի, ինչ են տանում, ինչ են թողնում, ինչ կապ ունի, որ, ագին բանակը տան է, հետո են առաջ բանը պլաշատկեքը ոնց էր, ավտոն տանում էին պլաշատկա, հետո էլ կապ չունի դու ընդեղից ինչ կհանեիր, էլի, ծես մի բան է դառնում, ինչ էր եղել ընդեղ, ինչ էր Բանին խփել էին աթոռը Ջանգիրյանին, Հակոբ Ջանգիրյանին։ ով երբ, նոր, Հարկադի չէ, մի ժամ առաջ երևի ժամը։ հա, վիճաբանություն է եղել, հատ ականջից ասա, լավ, չես ուզում երևաց, հասկացանք, Այն Գագիկ Հովհաննիսյանը, որ չկա, ինչ եկել եմ չկա, այդ Գագիկ Հովհաննիսյանը բանա հարվածել է, Հա, վիդեոները կա։ վիդեոներն կա, Ջանգիրյան Հակոբին, իրավաբանին, այն բանը աշխատողը, որը որ նոր մի քիչ առաջ ովքեր որ սկզբից նայել են, ստեղ չէր են, որ հարցնում էինք ուր է, ասում էին, դե չգիտենք ուր է, դե կարող է մի պահ դուրս է եկել, չէին էլի ուզում ասեին ինչի պատճառով է թռել, բայց ես որքան հասկանում եմ, այդ Գագիկը, եթե չեմ ուզում քաղաքականացնել, ինքս խնդրեցի չքաղաքականացնենք, բայց ոնց որ թռչունները լուրեր են բերում, որ լավ էլ քաղաքական է ու լավ էլ քոչարյանական է ոնց որ, ու ոնց որ թե վիզա դնելու, որ ամսի 7-ին իրանք տենց իբր զավթեն էլի, որ կարողանա ինչ ապօրինություն ուզում անի, այսինքն վախտերը ջեբը փող դնեն էթա, հա, կարող է ճիշտ են ասում։ Ես ինձ փոխանցողներին չեմ կասկածում, մնացածը արդեն հնդածս կպարզենք։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, պիտի խնդրեմ փաստորեն նաեւ արտադրության նախարարությանը նշենք, որովհետեւ այստեղ հայտարարություններ եղան իրենց ուղղությամբ նույնպես։ Անչափ շնորհակալ եմ, լավ մնացեք, դե ոնց հասկացաք, YouTube-յան եթեր էլ չի լինի, ժամը 12-ն է, հազիվ տուն հասնենք։ Բարի գիշեր ձեզ, վաղը կտեսնվենք։